Ողջույն ձեզ կրկին Աստակ լսարանի սիրելի ընկերներ եւ բարեկամներ։ Այսօր 20 մարտ է եւ ինչպես արդեն մենք մեր կողասներուն մեջ են ծանոթացած էինք, թե մենք այսօր պիտի ունենանք կրկին հանդիպումը եւ մեր այսօրվա հանդիպումը դեղի պիտի ունենա կամ պիտի ներկայացնեն 3 զեկուցապերներ՝ դոկտորներ Վիկեն Չտրյան, դոկտոր Ռազմիկ Փանոսյան եւ դոկտոր Խաչիկ Դերգուկասյան քիրքի քննարկում է որ դեղի պիտի ունենա իրականության մեջ։ Ուրեմն քիրքի խորակիրը 44, ինչպես կտեսնեք արդեն ծեր բաստարներու վրա 44 եւ բարդություն։ Զեկուցապերները կմեկնաբանեն, զեկուցապերները կներկայացնեն քիրքը 2020-ի Արցախյան պատերազմը իրողություններ եւ հետեւություններ։ Այսպես պիտի ընթանա մեր այսօրվա հանդիպումը։ Փոխանակ ասենք թե յուրաքանչյուր զեկուցող դոկտոր իր բաժինը ներկայացնե հերթով եւ ցեզ ասենք գրնանք ասպարակային հոգնեցնել, քանի գրնա երկար տևել։ Դոկտոր Ռազմիկը առաջարկեց անշուշտ խորհրդակցելով դոկտոր Վիկենի եւ դոկտոր Խաչիկի հետ, որ ունենանք մենք գլոր սեղանի նման ֆորմատը, ձևաչափը։ Եվ այդ գլոր սեղանը պիտի վարե ինք դոկտոր Ռազմիկը քանիմը վարգյան ներկայացնել է այդ քիրքի բարունակությունը հարցումներով պիտի ուղղվի ընդհանրեմ նախ եւ առաջ դոկտոր Վիկենին եւ դոկտոր Վիկենը պատասխանե այդ հարցումներուն, ապա դոկտոր Խաչիկին ուղեք հարցումներ եւ դոկտոր Խաչիկն իր կարգին պատասխանե այդ հարցումներուն եւ ավասիկ մենք կծանոթանանք քիրքի բովանդակության մանրամասնության, կարևորության եւ այլն եւ այլն։ Որմե յետք բնականաբար հերթը ծերն է հարկելի ներկաներ ծեր հարցումներով, ծեր մեջբերումներով գրնանք ավելի եւս խորանալ այս նյութին մեջ։ Դոկտոր Ռազմիկ, եթե պատրաստ եք, ուրեմն հարթակը ծերն է, կսկսենք ձեզմով։ Հրամեցեք։ Շատ լավ, շնորհակալություն Մինաս, շնորհակալություն Աստակ լսարանին այս արիթին համար։ Ես 4-5 վայրկյանով քիրքին բարունակությունը չէ որ պիտի ներկայացնեմ, այլ ավելի բարունակ է, այսինքն կոնտեքստը այս քիրքը ինչպես մեջտեղ եկավ եւ բարունակությունը հարցումներուն մեջ են Վիկենը եւ Խաչիկը ավելի կբացատրեն։ Ուրեմն գացեմ թե ինչպես էսի 4-5 վայրկյանեն ավելի ցեզ բիդի չցանցացնեմ։ Այս քիրքին կամ այս ծրագրին քիրքը ծրագրին մեկ մասնիկն է։ Այս ծրագրին Ղարաբաղը 2021-ին 20-ի վերջավորության 21-ի սկիզբն էր եւ այս ահավոր ճգնաժամի մեջն էինք Արցախի 1/3-ը գործունեացած եւ որևէ մեկ լուրջ վերլուծություն չկար։ Աղմուկ մգար որ անպաստանություններով, մեղադրանքներով, նույնիսկ հայրենիքներով, թավաջանության անպաստանություններով լեցուներ եւ այս աղմուկի մեջ կմտածեինք թե պետք է հասկանանք ինչ եղավ եւ այդ սխալներեն սորվինք, որովհետեւ ավելին չգործընծենք։ Հիմա պայմանները անպես բերենք, որ ամբողջ Ղարաբաղը վերջը գործընծուցինք, բայց այդ մասին վերջը կխոսենք։ So այս բառնագի մեջ, այս կոնտեքստի մեջ ներ որ այսինքն նույնիսկ ժամանակակությունը չեն գիտեր, թե ինչ եղավ, օր ինչ եղավ։ So այս կոնտեքստի մեջ բառնագի մեջն է որ Վիկենին հետ գխոսեի եւ ասի որ օրինակներ բերելով թե ուրիշ երկրներում մեջ ինչ տեսակի ընթացներ կսկսին, եթե ասենք ասկային լուրջ հարց մըլա։ Եվ ես կանադացի լալով քիչ թե շատ գիտեմ կանադական բառնագը, քիչ ամերիկյանը եւ օրինակ Կանադայի մեջ Royal Commission ասված բանը դա որ հանձնարարական մարմին կստեղծվի կամ մասնակիցներու հանձնախումբ կառավարության կողմէ, բայց անգողնագալ չեզոք մասնակիցները բաղկացած որ լուրջ
երկրին արժև գտնվող հարց մգվերլուծը եւ իր թելատությունները գնե այս թելատությունները վերջը բեդությունը կամ գավառությունը գործածե կամ ոչ կքաղաքականացնե չի քաղաքականացնե իր գիտնալիքն է բայց ուսումնասիրությունը ինքնին այդ քաղաքական գողնագալ ամենօրյա վեճերեն դուրս գլա եւ շատ կարեւոր թերմ կխաղա երկրի առաջին տածքի մեջ այս տեսակի ընթացքը նաև գոյություն ունի Ամերիկայի մեջ Congressional Commission գսեն Ամերիկայի մեջ որ երբեմն նույնիսկ 3-4-5 տարի կդեվե բայց վերջավորության արդյունքը դուրս կգա որ շատ կարևոր ուսումնասիրություն մնա եւ շատ կարևոր ուղղություն կտա երկրին եւ որը մեկ ձևով Հայաստանի մեջ կամ հայկական բուրակի մեջ ասենք բամը գոյություն չուներ այո ստեղծվեցավ ասկային ժողովի գոմե ասպես մարմինը բայց ամիջապես քաղաքականացվեցավ ամիջապես պարտիզան ձևով դիտվեցավ ինտիմատությունը չի մասնակցեցավ ուրեմն գխոսենք թե ինչ կրնան գնել եւ մտածեցինք որ ուսումնասիրությունը հովանավոր է Գյուլբենկյանը հովանավոր է ուսումնասիրությունը որ ավելի քիդական այսպես անգողնական ձևով մեկնաբան է որքան որ կարելի անգողնական լա անշուշտ ամենից մեր որոշ համոզումներ ունենք եւ այդ քիրքը հիմնական քիրքը քաշապատ լույս միտեսնի հայերենով Երևանի մեջ եւ 7-8 ամիս հետ անգլերենով լույս միտեսնի անգլիո մեջ Սակայն այդ քիրքը բավարար չէ եւ նորեն երբ վիկենին հետ խոսեի այդ քիրքն ալ վիկեն Չեչուրյանը խմբագրած է եւ գբարդանա 15-16 մասնակիցներ է նամեն մեկը դարբեր նյութի մասին գրած ինչպես էսի քաշապատ լույս կդեսնեմ բայց այդ քիրքը նաեւ բավարար չէ վիկենին հետ այդ խոսեինք որ ավելի մատչելի ավելի գարջ ուսումնասիրությունը պետք է լա եւ ոչ թե միան ասենք դարբեր անգլիները մեկնաբան է ավելի թելատություններ գարենադատ եւ վիկեններ եթե չեմ սխալիր սա որ ինչպես կլա բզդիկ հետազոտություն մնենք հարցազրույցներով հիմնված ուրեմն այս քիրքը այդպես մեջտեղ եղավ եւ այդ հարցազրույցներում մասին որ քիչ մի հետ պիտի խոսվի թե հարցնենք թերագադարներուն թե ինչ եղավ եւ ինչու եղավ եթե չնենք հիմա պիտի սպասենք 40 տարի յետքը որ պատմաբանները արխիվներով հիմնված վրա հիմնված արխիվներով հիմնված իրենց ուսումնասիրությունը եւ վերլուծությունները ունեն եւ լավ գլավ ագադադե սերունդնալ իր սելիկը ունի ուրեմն քիրքը այսպես սկսավ մեծ քիրքը եւ հիմա այս փոքր քիրքը ինչպես էսի ծրագրիմը տանուց ծրագրիմը մեծ մասն է հետազոտական ծրագրիմը մեծ մասն է եւ գիտենք որ այս տեսակի մեկ երկու ուրիշ հրադարություններ լույս տեսան 2021-ին Ռուսլան Բուխով օրինակի համար ռուս մասնակետը ռուսական գետրոմը լավ Փոթորիկ Կովգաս անունով ամերիկացի մասնակետ մնա ջան Անտալին անունով բայց հայկական բամը չի գար որովհետև իսկապես շոկի մեջ էինք այսպես սկսավ ունենք խորհրդատու մարմինը ծրագրին վրա որոշ չափով ուղղություն տվավ մեզի մեր բոլորիս եւ հիմա խոսենք այս զեկույցը ավելի քիրքի մասին է անշուշտ քաղաքականություն ամեն ինչին յետևը կա եւ գիտեմ որ քաղաքականության մասին ագոքոսվի բայց մեկ որպես Գիլբենկյան հիմնարկություն այս քաղաքականության մեջ չենք մտնել բոլորին չեզոք անգողնական գմնակ եւ մեր կորձը հետազոտությունը քաչալերել է եւ հետազոտության վրա համասորվել որբեսի նույն սխալները կարելի իրածին չափ չի գտնենք ուրեմն սկսենք ինչպես մինասը բացատրեց ավելի լավ գլա փոխանակ 3 հոգի քիչ մի երկար խոսի լավ գլա որ հարցումներում մեջ են կարևոր գեդերը ստի։ Սո առաջին մեկ երկու հարցումը վիկենին պիտի հարցնեմ
որ մեր հետ խաչիգին եւ ասպես գուսանք իրար միջև խոսակցություն մգլա շինիչ բանավեճ մգլա եւ աբա գպանիկ մինաս ենթադրությունը սանե որ մոդավորապես 1 ժամ ունի 50 վայրկյան 1 ժամ շիդագեմ այ Okay. այ ժամի հստակ սահմանում չի գա բայց Okay, բայց գպոցենք շատ երկար չլի Okay, շատ լավ ուրեմն Weekend շատերը քիրքը դակավին չեն գարտացած քիրքը գարելի է ծվիապար ներբերնել հումանիտար հետազոտական հայկական գետրոնի գայքեչեն Armenian Research Center for Humanities Աշոտ Ոսկանյանի ղեկավարությամբ so եթե գուզեք գնաք ներբերնել անշուշտ դեպակրված նակոյություն ունի չեմ կերետե դակավին լիբանան հասավ բայց Հայաստան անբարման կոյություն ունի So, անով որ քիրքը չեն գայթացած վիկեն, եթե քեզի հարցնենք, թե երկու հիմնական քաղաքարները ինչ են այս քիրքի մեջ, այսինքն ոչ քիրքը ամփոփելու պետք չի գա, բայց հիմնական մեկը ինչ կուզես որ այս քիրքեն առնի, այդ երկու հիմնական քաղաքարները, կամ երեք ագնալ, բայց ասենք երկու Շատ լավ, շնորհակալություն Գերևի այս քիրքի հիմնական մտահոգությունը այդ է որ առաջ որ բادرազմի մասին խոսենք, վերլուծենք, եզրակացություններու հանքնենք, պետք է գիտնանք ինչ եղավ բادرազմի ժամանակ։ Այսինքն պետք է այդ դվյալներ ունենանք, պետք է ունենանք ժամանակակրությունը, պետք է ունենանք բادرազմի նկարագրությունը որ խորիմ այս քիրքի մեջ եւ մանավանդ իմ գլուխս այս քիրքի մեջ այդ փորձեցնել ինչ որ մենք ճանաչանք այդ մեծ քիրքին մեջ որի մասին ռազմիկ արդեն խոսեցավ ցին առաջ որ մենք շատ գարձեր հստակ համոզված քապարներ ունենանք որ այս է պատճառը որ մենք բարդվեցանք պետք է գիտնանք ինչ եղավ 44 օրվա ժամանակ Եվ այս կսեմ քանի որ ոչ միայն 2020-ի պատերազմի շուրջ, այլ առաջին Ղարաբաղի պատերազմի շուրջ մենք ճունենք այդ ռազմական պատմությունը։ Ի վերջո պատերազմը ինքը երկու ռազմական կառույցներու ուժերու միջև փախում է եւ մնացածը գուքա այդ հիմնական երևույթի, հիմնական փախումի շուրջ Եվ եթե մենք հիմնականը չենք գիտեր, մնացածը չենք գնալ, որ ճիշտ վերլուծել, հասկանալ եւ անշուշտ բացատրել, եթե մենք չենք հասկացած, չենք գնալ ուրիշներին բացատրել։ Ընթիվ մեկը այս է փորձ, որ մոդենանք, հասկանանք, բادرազմը ինչ եղավ, բادرազմի ժամանակ հայկական բանակը ինչու այդպես վարվեցավ, ադրբեջանական բանակը ինչ փորձեց իրականացնել, թույլ գետերը որներ մեգուն գամույցին, ինչու հայկական բանակը Եթե շատ կարճ եմ պլյուս 6-ով չգրծավ դիմադրել եւ այդքի հետ գնանք մնացած մեր վերլուծությունները ունենալ այս մեկն է իսկ երկրորդ կապարը այդ է որ իսկապես հայկական բանակը չկարողացավ դիմադրել ադրբեջանական հարձակումը գիտեմ որ իմը ասած այսօր հայկական մանավանդ Հայաստանի մեջ բայց ընդհանրապես հայկական Տաշտի մեջ շատ քաղաքական է, քանի որ բայկար կա քաղաքական գործիչներ, իշխանություն, ինտիմություն, ռազմիկը նշեց այդ կոմիսիոնը, որ Հայաստանի ազգային ժողովը ստեղծեց, որ շատ քաղաքական է եւ այսօր գտադե մանավանդ բանակի պատասխանատվության պաշտոնյաներուն։ Ես կուզեմ հերու մնալ այդ բոլորեն, այդ իմ գործը չեմ որևէ մեկուն տադել բայց երբ մոդենանք եւ հասկանանք ինչ եղավ պատերազմի ժամանակ առաջի շաբթվա թեմատիկներն իդ հայկական բանակը չկարողացավ մնացած ջեղքումներու թեմ առնել հյուսիսը կարողացավ թեմատրել բայց հարավի ջեղքումը չկարողացավ ընդհանրապես եւ այդ գեյդ հայկական բանակի բոլոր փորձերը պաշտպանության ցավովեցան նույնիսկ կարգը հագահարցակումներ կա որ ձեռագրավորվեցավ Բայց նույնիսկ զորքերը չկան, որ այդ հագահարցակումը անեն։ Ուրեմն այս շատ կարևոր է հասկանանք, որ հայկական բանակը չկարողացավ դիմադրել
հետո հասկանանք ինչու եւ իմ վերլուծությունը իմ այդ հարցազրույցները որ ըրի այդ դվյալներու վրա հիմնվելով ես հասկացա այդ բանը որ հայկական բանակը մեկ ոճի պատերազմի պատրաստ էր եւ ուրիշ պատերազմներու պատրաստ չէր եւ այդ պատերազմին որ պատրաստ էր շատ դարօրինակ պատերազմ էր խրամատները պաշտպանել որ առաջին Ղարաբաղի պատերազմի հետ ընդհանրապես կապ չունի առաջին Ղարաբաղի պատերազմը շատ դինամիկ պատերազմ էր այս մեկ շարք հսկայական հարցումներ կբարձրացնի որը շուտ մենք դեռ պետք է աշխատենք եւ պետք է կարողանանք վերլուծություն առաջարկել Վիկեն այս քու հոդվածը որ հիմնական Քիրքին գորիզն է միշտեն ալգարևոր են բայց ասենք Քիրքին գորիզն է քու հոդվածը քրեցի ասկե մոդա սկսար քրել ասկե մոդավորապես 6 ամիս առաջ չէ հիմա 6 ամսվա մեջ բավական բան փոխվեցավ եթե հիմա քրեի ուրիշ բանի վրա շեշտ գտնեիր ուրիշ բանի վրա շեշտ չի տներ, բայց ճիշտ ես գիտեմ իմ աշխատանքի թույլ գեդերը, ուրեմն այս աշխատանքը հիմնված է 35 հարցազրույցներու վրա, 31 անձերու հետ հարցազրույց հրազեմ, գարկմա անձերու հետ երկու անգամ նստած հարցազրույց հրազեմ, որբեսի ես ավելի հարուստ աշխատանք, ավելի ամբողջական աշխատանք կարողանամ արդատրել ես կերևի պետք ունիմ մոտավորապես այդ աշխատանքի երկու անգամը քոնի 20 ուրիշ հարցազրույցներ եւ հիմնականը դարձյալ գիշերտեմ ռազմական կորզիչներու հետ ռազմական ղեկավարներու բայց ոչ միայն նույնպես մարդկանց հետ որ գարկմը ռազմական կորզողություններու ճակատամարտներու մասնակցած են քանի որոշ բաներ ես ամբողջությամբ չեմ հասկացած որ կարողանամ ներկայացնել գարտացողին անանք որ ես ուրիշ բան չէի ներ այլ այս գործը կշարունակեի եւ ավելի կխորանայի հիմնականը զինվորականներու հետ ավելի հարցազրույցներով Խաչիկ նույնանման հարցումը քեզի հարցնեմ այս բարակային եթե թունը լայր այս սենք հոդվածին հերինակը կամ եթե թուն բիդներ հետազոտությունը թուն շեշտի ինչի վրա գտնեիր Շնորհակալություն ասարիտին համար Ռազմիկ նախ սկսի մսելով որ գարձեմ առաջիններեն եղավ որ Վիկենին շնորհավորեցի աշխատանքը եւ ճանկը սրի դարածելու համար հիմա ասիգա գստակացնեմ ոչ թե չգիտեմ կովելու համար Վիկենը կամ ինքնինքս տարածելու բայց այս որպես այս զրույցը դեր մասնի ինքնինքս բիդի տնեմ շատ ավելի քննադատողի ուրեմն թերին մեջը որովհետեւ գարենակ երկխոսություն ստեղծել նույնիսկ եթե ասածներս մծայրահեղալ ծվին ամենս որ այդ մոդեցումով բիդի as դարձեմ երկու անգամ գարտացի ասկիրքը մանավանդ պատրաստվելու համար գավաս գնալու համար առաջին հերթին ասեմ որ ռազմական բարդության իմաստով եզրակացություն հարցականի դակ չտրվիր այսինքն բարձ է որ հայկական բանակը բարդվեցավ որովհետև պատրաստ չէր այն պատերազմին որ ուրեմն Ադրբեջանը առաջ տարավ որն համար պատրաստված է Հիմա ասիկա առաջին շատ ընդհանրական մոդեցումն է եւ որքանալ որ Վիկենին հոդված Վիկենին աշխատանքը մասնավորապես ջիկ ըրած է եւ լավակույնը ըրած է արարգայական օրեն ներկայացնելու համար իրողությունը ամբողջ հոդվածը գարտարին հետո քաղաքական մեկնաբանությունը պատասխանատվություններու իմաստով անխուսափելի է եւ եթե ես լայի as հոդվածը վերաշարադրողը կամ մոդեցումը ինչ մոդեցումով գնեի գսեի որ նվազ հանդուրժողական եւ ավելի քննադատական բարդության պատասխանատուներուն նկատմամբ այո քաղաքական գրնատվիլ ասած բայց ասի որ մեկնաբանությունը քաղաքական է բայց ոչ քաղաքական մանրուքի իմաստով վերջին աշխով բادرազմը առաջ տանող հստակ պատասխանատու իշխանություն մգա
եւ մնացած ամենը նույնիսկ անցյալեն եկած բոլոր սխալները գտնան իրենց շատ կարևոր դեր ունեցած լավ, բայց այնինչ որ այն պատասխանները, որ դված են բادرազմի բարդության պատասխանատուները գտանի հոն մտածելու, որ Նիկոլ Փաշինյանի նսածը ես պատասխանատու եմ, բայց երբեք մեղավոր, ավելի շեշտ կգտնվի երբեք մեղավորին վրա։ Հոն գտանին։ Ինչ ձևով կարելի էր ասիկայում հավասարակշռել, նորեն գսեմ ասիկա ոչ թե դեր կնահատելու է 31 հոգիներու հետ հարցազրույցը կամ աշխատանքը, բայց ես կգարձեմ, որ ավելի քննադատական ինտիմատիր դեսագետներ են շատ կարևոր թերագադարներ չկան։ Հիմա Վիկենը գրնա բացատրել, թե ինչու չկան անոն, շատ հավանաբար փորձած է եւ չի հաջողած կամ չեմ գիտեր, օրինակ համար երկու հոգի իմ մտքից մեջ շատ հստակ որ իրենց մեղանգարձիկը պետք է ունենային հոս ավելի հավասարակշռված է։ Մեկը Վարդան Օսկանյանն է, մյուսը Վիկեն Սարգսյանը, որտեղ 2016-ի պատերազմի որ կարևոր դեղ կդած է աշխատության մեջ 2016-ի պատերազմին հետո սկսած բարեփոխությունները Վիկեն Սարգսյանը սկսավ եւ նույնիսկ եթե չեմ սխալիր վարչապետը օրմգսե որ մենք շարունակեցինք կամ չենք երրորդ մենք շարունակեցինք բանակին սնունդին բարելավումը որը սկսած էր Վիկեն Սարգսյանի նորով Վիկեն Սարգսյանի անվան բացակայությունը քիչ մնաք հարցական է ինձ համար եւ գրնամ շարքը ավելցնել ուրիշ թերագադարներու ոչ չեմ այնպես որ ասելով նորեն գսեմ չեմ դեր կնահատեր ես վադը չեմ հարցականի դակ չեմ տներ արարագական ուրեմն եզրակացությունը բայց գսեմ որ նվազ համբուրժողական եւ ավելի քննադատ կլայի բարդության պատասխանատուներուն եւ իրենց դված ինքնարդարացման ուրեմն բացառություններուն Վիկեն ասի որ գուզեր շարունակել ուրիշ հարցազրույցներով օրինակի համար եթե պիտի շարունակեիր Խաչիկի նստած գենտատեմ նկատի առնվելի գետ մներ չէ այսինքն որուն ուրիշ ինտերվյու դներ հարցազրույց կվերցնեիր ուրեմն Խաչիկի ասածի առաջին գետի հետ համաձայն չեմ իմ կորձս չէր որովհետեւ ասեմ որ ով է քաղաքական պատասխանատուն այդ քիրքը գարտացողի կորձն է օրինակ Խաչիկը որ ինքը գարտած ինքը պետք է ասի որ այս քիրքը ինձ օգնեց որ ասեմ որ ահա այս է պատասխանատուն կամ ասի որ պատասխանատվությունը շատ ավելի բարդ է մեկ հոգի վրա չէ կամ ինչ որ է ծեր եզրակացությունը այդ ես չեմ ուզեր ծեր վրա բարդատրել Իմ կորձս իբր մասնակետ, եթե շարունակենք ռազմիկի գաղափարը, որ այս պետք է մոդենայինք այդ Independent Commission-ի գաղափարին, որ ունենք մենք մասնակետներ, որ գուզեն իբր տեխնոկրատներ ուսումնասիրեն պատերազմի երևույթը, ուր էր սխալը, ինչ սխալներ եղան, հայկական կողմը ինչպիսի սենարիոներով պատրաստեր, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ինչու այդ բոլորը չեղավ ուրիշ բան եղավ, եւ այդ բոլորը դրամատրենք ցեզ եւ ցուկ տանակ տադավորը։ Իմ կորձս չէ այդ։ Մեկ։ Երկրորդ համաձայն եմ, որ շատ մարդիկ կբացին, բայց այդ մարդկանց մեջ ես Վարդան Օսկանյանը երբեք չի ներգրավել, քանի որ իմ աշխատանքը գսկսի մոտավորապես 2016-ի պատերազմին։ Ես փորձեցի հասկանալ 2016-ի քարորիա պատերազմին առաջ դարբեր քաղաքական եւ ռազմական ղեկավարներ, մանավանդ քաղաքական ղեկավարներ Երևանի մեջ եւ Ստեփանագերդի մեջ ինչ կմտածեին 2016-ը ինչ փոխեց իրենց ուրեմն մոդեցումներու մեջ եւ ավելի կորձնական ռազմական ինչ փոփոխություններ դեղի ունեցան այդ 4 օրվա պատերազմի տասերու փորձառության վրա Իսկ Վիկեն Սարգսյանը անպայման, ճիշտ ես չմտածեցի, բայց շնորհակալություն Խաչիկ։ Խաչիկ, սացիտ վրա քիչ ուրիշ բան ավելցնեմ։ Ցուն որպես մասնակետ ընդհանրապես շեշտը գտնես գարույցներով վրա։ Գարույցներով կբացատրես թե ինչ կբադայի միջազգային հարաբերություններու մեջ եւ նվազ անհադին վրա բայց ինձ ամենից կտվի որ այս բարակային գուզես որ ավելի անհադին վրա գետրոնանալ
Շիդագի ասած ես կամ այդ հավասարակշռությունը ինչպես կբահես Նաև եթե ավելի խոր վերլուծումի պիտի երթանք, բարձ է որ 2016-ը wake up call-ն է, որ ըստ ինձի կոնե ռազմական կամ ռազմավարության փոփոխության իմաստով առաջին քայլերը դալու սկսած էր, անհամար շեշտը գտնեմ ես Վիկեն Սարգսյանին վրա։ Գիտենք, որ այն ժամանակ իր ուրեմն դեսլագանը եւ մանավանդ խնդրահարույց եզրույթը, որ գործազերը ասպանակ վերաբահումով ընկալվեցավ, որպես ինչ կնշանակեր, բայց Վիկեն Սարգսյանը սկսած էր բարեկարգումներու, բարեփոխություններու եւ ես կգարձեմ, որ ուրեմն բادرազմի ուրվագանը գար արդեն։ Թե ինչ պատահեցավ ատկեց հետո ուրիշ հարց է, կամ որքանով Վիկեն Սարգսյանը ինքը հաջողեցավ համոզել կամ չհամոզել այդ ուրիշ հարց է։ Բայց ռազմիկ ոս հստակ բան մգա, որևէ ուրեմն անձնաժողով, որը ստեղծված է բարդուտենեմը հետո, չէ ստեղծված բարդված ղեկավարության կողմից, բարդված ղեկավարությունը հրաժարած է։ Այս ինչ որ դեղի ունեցավ բարդված իշխանության շարունակականության ուրեմն ոլորտին մեջ։ Այդ շարունակականության ոլորտի մեջ անխուսափելիորեն որքանալ որ ընթերցումը ավարտվի քաղաքական ուրեմն մեկնաբանությամբ անխուսափելի է բացախանադուն չունենալ աչքի առջև։ Որգարույցներում մեջ շատ բան դգար էր եւ ինչ որ չափով հիմքը դրավ բարդության գասկացությունին սկսելու համար ռուս թրքական մերձեցում են, այսինքն սկսենք շատ ավելի վերեն, չէ՞։ Եվ ռուսիո ասենք change of heart, բանի փոփոխություն, ընդհանուր առմամբ ասեմ, սրդի ուրեմն զգացումները գապ չունին ռազմավարական դաշինքին հետ, բայց փոխված էր ռուսիո մոդեցումը Կովկասին դարձավ, բոլորը շատ լավ գիտեն։ Բայց այդ մասին 2018-ին, 2016-ին եւ հետո 2018-ին հետո ով պիտի մտածեր։ Եվ հոս փոխգավակցությունը գարույցներու եւ անհադի մանավանդ իշխանության մեջ ուր որոշումներու գայացումը այնքան գետրոնացած է մեկ ոգի շուրջ, անխուսափելի կդառնա։ Այնպես որ եթե դպավորություն այն էր, որ գարույցները գտեր կրանադեմ, այդպես չէ, բայց նաև կգարձեմ, որ գարույցները չեն փոխվիր առանց անհատներու որոշումներուն։ Եվ եթե ընթերցումը պիտի դանք այս բոլորեն հետո, անհատներուն դերակատարության մասին է, որ պիտի խոսենք։ Okay, շնորհակալություն այդ բացատրելուց համար։ Իթեպ հաջորդ հարցումին անցնել են առաջ չաթի մեջ նշմարեցի, որ գայքեչ ու պետք է քիրքը լայն ներբերվի հարց մունի եւ չի բացվի։ So ես Աշոտ Ոսկանյանին գսեմ, որ արանք հարց մգա, բայց մինչև վերջերս հարցը չի գալ քիրքը գավելի է։ So գնալ ժամանակավոր գայքեչին հետ մգա։ Արդեն դոկտոր Ազմիկ արդեն դեղում լուծվեցավ հարցը Ռուբեն Ջամբազյանը լինքը գաբը եւս խրգեց որ արդեն գաշխատի ես ալ PDF ֆայլը որպես attachment արդեն ուղարկեցի գրգեցի հիմա բոլորը գնան ստանալ կամ ներբերնել այն մեր այս հավաքեն Okay, շնորհակալություն մինաս Արամեցեք We can teach me new to փոխեմ ու գետոնանամ ոնց որ 31 անհատներուն որ բաներից հարցազրույց վերցուցի այդ խոսակիցները իրենք աբական ինչպես կբացկերացնեին այսինքն այս գետոնացումը կամ ինչի վրա աշխատել բացատրել էր մոդագա անցյալը բادرազմը բայց իրենք դեսալագամ ունեին կամ ինչպես կդեսնեին աբական ադո մասին գնաս աթաթանալ եթե փամսին ասմասին չէ մեր զրույցներու հարցազրույցներու նյութը աբական չէր անշուշտ հիմնականը 2020-ի բادرազմն էր քիչմը անտին մինչև 2016 եւ կամ մինչև 2023
բայց անշուշտ այդ փորձառությունը շատերու վրա շատ ուժեղ աստած է քաղաքական գործիչներու վրա, ռազմական գործիչներու վրա եւ ամեն մեկը իր դեղեն իր վախեր ունի, իր այդ բոլոր մարդիկ գրագի մեջ անցած են եւ այդ իրենց փորձառությունը իրենց վրա շատ աստած է եւ երբեմն ես տպավորություն ունեի կալով Թուրքսեն 3000 կիլոմետր հեռու գաբրիմ Հայաստանեն Թուրքսեն կալով այդ տպավորություն ունեի որ իրենք ունենալով շատ մեծ հույսեր որոշ պետություններու վրա եւ այդ հույսերը որ չիրականացան հիմա այդ պետության հանդեպ շատ ավելի բացասական դիրքորոշում ունին որ իմ գարձիկով իմ տպավորությամբ այդ գրնա վտանգավոր լալ քանի այդ պետությունը որ Ռուսաստանն է անոնը որ չդվի աշուշտ ամենամեծ հանելուկը այդ պատերազմին Ռուսաստանն էր ինչու Ռուսաստանը թույլ տվավ 44 այդ պատերազմը դեղի ունենա ինչու միջամտեց 44 օր յետ եւ փորձեց Ղարաբաղի ինչ որ մնացած էր բահել իր իշխանության տակ ինչու 2023-ին ոչ մի ջիկ չրավ եւ հանցնեց ադրբեջանցիներուն եւ այլն այդ բոլորեն յետ Հայաստանի մեջ գա շատ ուժեղ հագարուսական սկացմունքներ վախ անորոշություն այդ սկացմունքը որ ռուսերը յուրահատուկ վատ երևույթ են հիմա ի վերջո Ռուսաստանը այդ տարածքաշրջանի ամենակարևոր թերագադարն է եւ նման սկացմունքներով մոդենալ նման հարցերու երբ դու քաղաքական գործիչ ես կամ ռազմական գործիչ ես եթե հանդիպելու ես ռուսերու հետ կամ նույնիսկ հանդիպելու ես եվրոպացիներու կամ ամերիկացիներու կամ թուրքերու հետ ռուսերը միշտ այդ սենյակի մեջ կան մեկ ձևով թե ուրիշ ձևով եւ իմ ճիշտը իմ վախս այդ էր որ Հայաստանի այդ թե քաղաքական եւ թե ռազմական կամ դիվանագիտական ղեկավարությունը շատ մեծ հոգեբանական ճնշման է եւ ամբողջովին հավասարակշռված եւ սարը ձևով չի վերլուծեր եւ աշխատիր այդ դարբեր շատ վտանգավոր շատ կարևոր պետություններու Ռուսաստանը օրինակ բերի բայց միակը չէ Ռազմիկ կրնամ վիկենին ասած ամբողջացնել ես ալքեզի պիտի այդ մասին հարցնեի, բայց դու շարունակի ես վերջը մյուս հարցումս որ միտքս է քեզի հարցնեմ Վիկենին տեդողությունը շատ ճիշտ է ես դարբեր ձևով պիտի փորձեմ ուրեմն բանացվել անկախության առաջին օրեն իսկ եւ շատ հավանաբար քաղաքական բայց մանավանդ տնտեսական իմաստով հարցականի դակ դրված որոշումներու հետևանքով Հայաստանը չափազանց մեծ կերպով գախված եղավ Ռուսաստանին եւ ադիգա խնդիր է ոչ միայն այս իշխանություններուն եղած է բոլոր իշխանություններուն համար եւ ընդհանրապես Հայաստանի կոյադևման համար այդ քննադատական մոդեցումը Ռուսաստանին հանդեպ երբեք պետք չէ ուրեմն մտցնել Ռուսաստան արևմուտք այս շատ բարձրացված եւ ես կսեի նույնիսկ հիմար բանավեճին մեջ որուն ագարանես կլան շադոնց արդեն բայց նաեւ Ռուսաստանը աշխարհակաղակական իրականություն մնե որ կարելի չէ անդեսել հիմա ասիա ուր գտանի մեզի բարձ է որ սև ջերմագի պատասխան չի գա ոստեղը եւ ոնե որ քաղաքականություն եւ դիվանագիտությունը իր թերը գնան բայց նաեւ տնտեսական համագարկը նաեւ կոմպլեմենտարությունը ոչ թե արևմուտք արևելք այդ Վարդան Օսկանյանի նշանավոր թեզով այլ Հայաստանը սփյուռք ինչ ծևով կարելի է այդ գախվածությունը ինչ որ ցապով թեթևցնել սփյուռքյան գործոնով ասոնք բոլոր հարցեր են որոնք երբեք այս ուրեմն ես կգարձեմ արարգայականությամբ չեն կնատալի որովհետեւ Ռուսաստանի եւ հավաքական արևմուտքի կամ չեմ գիտեր ինչի ուրեմն հագասությունը սև ջերմագի գդրվածքով շատ զորավոր եւ քաղաքականացված է Հայաստանի մեջ ուրիշ բաներ որ վիկեն քիրքին մեջ կոնե ինձի պետք եղած բալասխանները չի դվին եւ ուղղակի ռազմական գործողություններու մասին օրինակ որոշ ռազմական տեխնիկայի օգտագործման կամ չօգտագործման
ցախողության գես պատասխանները, չէ՞, հիմնականի մեջ Իսկանդարին նշանավոր ուրեմն բադահարը, բայց մյուս կողմեն նաև զորահավաք չլալը նվազ չափով ինչու համար պետք է գամավորներու ուրեմն գոչ ուղղել բادرազմի մեջ, որ շատ ավելի աս բոլոր հարցերն անպատասխան մնացած են կոնե 31 հոգիի հարցազրույցներ մեջ։ Մոնտերևս օրինակի համար գամավորներու ղեկավարներուն հետ կարելի էր հանդիպումներ ունենալ եւ իրենց գարձիկ ունենալ։ Կամ շեշտը տներ Իսկանդարի բայտեցավ, չի բայտեցավ, գես բայտեցավ, չի բայտեցավ, ռուսերը հրամանդվին, չի դվին, բոլորովին օդի մեջ մնացած ենք։ Բոլորովին օդի մեջ մնացած ենք այդ իմաստով։ Անոր համար գսեմ, որ արագայականությունը ճիշտ է, հետևողականությունը ճիշտ է, բայց անխուսափելիորեն ուրեմն քաղաքական ընթերցումը կա ոստեղ բادرասանալության իմաստով։ Գնամոս փամաբեցնել ռազմիկ։ Ռամևիկեն։ Ուրեմն շատ կարևոր նյութ պատվեցավ Ռուսաստանի շուրջ, բայց այս դարձյալ ցույց կտա խորին մեր բարդության հիմնական բանալիներն մեկը, որ ես փորձեցի ցույց տալ նկարագրելով բادرազմը եւ նկարագրելով հայկական բանակը։ Ուրեմն հայկական բանակը բարդվեցավ, քանի որ իսկապես բոլոր բնակավարներու մեջ վատ վիճակի մեջ էր, բոլոր բնակավարներու մեջ։ Գալով Ռուսաստանին խաչի գսավ, որ անկախութենեն իվեր մենք գաղվածության մեջ ենք Ռուսաստանի հետ, բայց գնանք Երևանայել Հայաստանի մեջ, ամբողջ Հայաստանի մեջ, Ռուսաստանի քաղաքականությունը հետևող մեկ հոգի կա։ Ալեքսանդր Իսկանդարյանը, իմ կորզընկեր Ալեքսանդր Իսկանդարյան։ Այսինքն գնանք Երևանայել, որ մեկ պետություն, որ այդչափ գաղվածության մեջ է արտաքին կորձոնի, եւ այդ պետության քաղաքականությունը հասկանալու ոչ մեկ բանալի չունի։ Եվ Հայաստան, այսինքն, եթե ես մեկ եզրափակություն ունեմ այս աշխատանքին, այդ է որ մենք չենք ստեղծած pedagogan համագարկ, որ կարողանա քոյադեվել 21-րդ դարու մեջ։ Շատ սկայական բանասի, բայց այդ է բանալին, մեր բոլոր pedagogan կառույցները հինցած, փոշիացած, սովետական բրեժնևյան ժամանակաշրջանին մնացած փեգորներ են, եւ այդ է որ մենք ոչ հասկացանք բادرազմը, ոչ հասկացանք բادرազմը ինչպես ղեկավարել, ինչպես նախ բادرազմի գրագի մեջ չինալ, իսկ երբ այդ փորձանքը եղավ, հայկական բանակը որ առաջի Ղարաբաղի բادرազմի ժամանակ այդչափ ջգուն, այդչափ դինամիկ մարդունակ էր, իսկ երկրորդ բادرազմի ժամանակ փուրք էր որ փշրվեցավ, որ այս Ռուսաստանի պատմությունը շատ բան դարձյալ գնա փասադրել։ Մշկի մեջ երկու հոդված կա, եթե չեմ սխալի, որ ուղղակի ռազմական նյութերուն մասին է եւ թե ինչպես հայկական բանակը առաջին Ղարաբաղի բادرազմին մեջ վերա գազմվեցավ կամ վերա փոխվեցավ ռուսական մոդելով բանակիմը եւ ոչ թե բանակիմը, որ ավելի պետք էր Կովկասյան իրականությունների մեջ։ Բայց խաչի համասի որ քիչ մոտեն ինգավ, որովհետև այս մասին չենք խոսել եւ գուզեմ քիչ ավելի ասիգա մանրամասնես, որովհետև նաեւ գաբունի իմ հարցումից հետ որ ինչ կնալալ հաջորդ քայլերը որովհետեւ վերլուծությունեն հետազոտությունեն ավելի կորձի կամ policy development մշակվի եւ այսանք Հարևանցի ծևով վսի Հայաստան սպիրկ, նույն հարցը կա Հայաստան սպիրկ։ Այսիկացեն բացառության կգարոդի, թե ինչ նկատի ունիս, երբ այսօր մեջ սպիրկը կպերեսվոր, ասենք խոսակցության կամ վերլուծության մեջ։ Ռազմիկ հարցումը շատ դարբեր հարթակներ ունի, բազմաշերտ է, չէ, Հայաստանը սպիրկը ուր բիլեսնենք, ես զուտ քաղաքական դիվանագիտական եւ մասնավորապես Ռուսաստանի գաղվածության հարցով է որ գտեսնեմ։ Գիտեք, այդ մոտեն գաղված ասպանը, որ Հայաստանը ձող չունի սպիրկ ունի, չեմ գիտեր ինչ Հայաստանը սպիրկ Հայաստանին եւ աշխարհի երկն է, ճիշտ է եւ անկախությունն ամենջավեսելու այդ մեկը փաստվեցավ, որովհետև եթե սպիրկյան համայնքներ չլայն Հայաստանի միջազգային ներկայությունը, որ տեսփանադուներու բացումն է,
դիվանագիտական գազներն են, հարաբերություններն են դեղական համայնքներու, առանց դեղական համայնքներու ակտիվ մասնակցությամբ մի չլա։ Մնջիշտ է, բայց երբեք այդ գործընկերությունը չէ վերածված ռազմավարական կորձոնի, այս է հիմնական տարբերությունը։ Բարձավես, որովհետև սպյուրքը իր դեղը չէ ունեցած պետական համագարկի մեջ թեւուզ եւ օրենսդիր իշխանության մագարտակին վրա ուրցայն եւ կվե ունեն։ Ես չեմ ասել, որ որոշումները գայացներ, բայց դերևս շատ ավելի լավ կարելի էր համագարկել օրինակի համար այդ թեպի աշխարհ բացվելու եւ ռուսական գաղվածությունեն այնքան Ռուսաստանին այնքան գաղված լալու չեմ ասել ելք մկտնել, որովհետև ելքը շատ դժվար է գտնել այս բաներով, բայց ինչպես կսեն հայերեն միտքս չի կարող mitigate, բանն մեղմացնել այդ գաղվածությունը։ Այս իմաստով օրինակ ռազմավարական կորձորն վերածել։ Անգախ հատկեց ինչ որ դերևս խոսենք այս մասին կամ վիկենի ինքս է, գիտեք նաև բادرազմը բարդությունը արդյունք է նաև դերեկատվական, բարդությունը նաև դերեկատվական բաններ։ Հիմա երևույթներ, հիմա ճիշտ է համավարակի տարի էր Ադրբեջանի հարցագողականը գրկնագի իմաստով դադարեցել է։ Այդ իմաստով, որտեղ ամբողջ աշխարհը համավարակի մեջ բռնված էր, իրենք բادرազմը, միակ բادرազմը այդ տարվա ընթացքին, բայց կարելի չեղավ համագարկել Սփյուռք Հայաստան դեպի աշխարհ, ուրեմն կոնե ներկայացում ունենալ համար։ Սխալ չհասկանաք ինձ, լուզում չէր, ասենք բարդության հաղթանակ միջից էինք այսօր, բայց այդ մեկը դերի չունեցավ, ոչ թե որ Սփյուռքի մեջ զորաշարժ դերի չունեցավ, ունեցավ ամեն դեր, բայց այդ զորաշարժին արդյունքները չի տեսնացավ դերեկատվական բادرազմի մեջ եւ ադոր չէր պատասխան։ Ահոն էր որ դերևս համագործակցությունը երկրորդ իմաստով, եթե ռազմավարական կորձոնի վերածված լար, դերևս ավելի արդյունք ուներ։ Շատ լավ, շնորհակալություն։ Շարունակեմ այդ խաղապարին շուրջ, որ եթե ասենք քաղաքական կորձիչը ասկի կգարտա եւ լավ ասկի բամը սովետա եւ գուզեն բամը փոխել նորեն կորձի անցնելու policy development որը գսեն կորձի անցնելու Խաչիկա թասերը ինչ են, այսինքն ինչ կնան, քիչ մը գուզեմ որ քիրքը վիկեն ինչպես բացադեց անցյալի մասին է, բայց քիչ մը գուզեմ որ նաև նայել թե այսինքն ինչ կնանք սովիլ թեպի աբակա, այսինքն ինչ բամը գա սորվելիք որ սյունի կնաչի գործընծնի, այսինքն սկիզբը երբ կսկսանք ուզենք թելատություններ որ Ղարաբաղի մնացած 2/3-ը չի գործովի, բայց պայմանները ամբես բերին Թաշտին վամբես պատահեցով գործուվեցավ, բայց հիմա վախը չէ վերջացած։ Եթե աբակային բիտնայինք այս քիրքեն խաչիկտուն ինչ է որ գուզես դանիլ թեպի թաշեր որսորված են, վերջը նույնը վիկենին ալ կսեմ, որ վիկենն ալ պատասխանի, բայց խաչիկ կեզմով սկսենք։ Բարձր որ այսինքն վիկենին աշխատասիրություն ինքնալսա որ ավելի գետրոնացած է ռազմական երևույթին վրա ես միան անոր բիդի չանդրադառնամ, որովհետև այնքան այսինքն մասնակից չեմ, որ ասեմ, որ ինչ պետք է կնի Հայաստանը պաշտպանվելու համար կամ ինչ պետք է անի, այդ չէ, բայց ես կգործեմ 3 կետ, որ այսինքն նոյեմբեր 10-ին հետո հավանաբար պետք է սեղանի վրա դրված լար։ Առաջինը հիմնականի մեջ ներքին համաձայնություններ, այսինքն դարբեր կողմերու կովիկալը եւ ասել, որ լավ բարդություն է, ասկեց հետո ինչ, որոնք են գարմիր գիծերը եւ ուր գրնանք համաձայնելալ եւ ուր գրնանք դարագարձի կլար առանց ուրեմն խաթարելու բարդության հետևանքները մեղմացնելու գործընթացը։ Առաջին այդ պետք է լա։ Ասիգա թեր անկախության առաջին տարիներուն կոնե որոշ շրջանագի մեջ ասկիդեք իսպանական նշանավոր Մոնկլոյայի համաձայնությունը կա ժողովրդավարության անցում են հետո երբ բոլոր քաղաքական ուժերը կողքովի եկան ասելու համար որ ինչ պիտնենք ասկեց հետո այդ բանը դերի չունեցավ Հայաստանի մեջ երբեք բարդութենեն հետո ադիգա հիմնական է կողքովի կալ բոլոր քաղաքական ուժերը
ասել որ օքեյ վերջը գտցենք պատասխանատվությունները եւ այլն, բայց ասոնք են մեր գարմինքի ձեռը եւ այս ծավով պիտի մեղմացնենք։ Երկրորդը թիմատրողականության Հայաստանի թիմատրողականության վերագարացումը եւ հավելումը եւ թիմատրողականություն եւ որ գսեմ անշուշտ առաջին հերթին պաշտպանական համագարկի պաշտպանական ռազմավարության վերադեսություններ բանակին վերազինումը այն պայմաններում այն բոլոր ուրեմն սահմանափակումներով որուն ենթակա էր Հայաստանը բայց սեղանի վրա պետք է վերադի դա եւ անգերձորեն ես չեմ հավատալ բոլոր այն մասալներուն որ այսօր գբատմեն թե Հնդկաստանեն զենք բերերեն կե քնած են այդ չէ հարցը բայց թիմատրողականությունը եւ պաշտպանական իմաստով եւ դիվանագիտական իմաստով սեղանի վրա պետք է դրվել նորեն գսեմ աթխիստ սահմանափակումներու եւ բարդվածի ուրեմն թիրքերեն բռնած բայց թիմատրողականությունը պետք է ավելնալ բادرաստվել հաջորդին ասիգա բարձր եւ երրորդը հիմնականի մեջ նորեն կգրտնեմ նախաձեռնությունը ունենալ ստեղծելու այն ինչ որ երբեք չէր եղած սպյուրքի հետ ուրեմն ռազմավարական համագործակցության միջոցը ստեղծել հիմա հոսա դերմը գանք կառնեմ այնպես չէ որ սպյուրքը սվածը միասնականություն մնա չէ եւ իմ քննադատությունները զարգին հետին սպյուրքի եւ սպյուրքյան ղեկավարություններուն երթան որոնք անգախոթեն են իվեր սպյուրքը լքած են այսինքն սպյուրք չի գա որպես այդպեսին եւ որ գրնար լալ բայց նորեն Հայաստանի իշխանություններու կամ կառավարության կամ պետության կողմեն եթե նախաձեռնություն լարկիդակցելու թե ռազմավարական իմաստով ոչ միայն հրեդորական ձիրի մեջ այլ իրական գործնական ձիրի մեջ որքան կարեւոր է սպյուրքի հետ համագործակցությունը դերոս այդ մեկ փածնավի փոսեն ուրեմն աս 3 կետերն են որ գսեմ ես դեպի առաջ նայելու ինչ կարելի է քաղել այս քիրքեն մասնավորապատ Գարմիր քիձեր ներքին համացանություն եւ Գարմիր քիձեր թիմատրողականության հավելում եւ սպյուրքի հետ համագործակցություն Վիկեն գուզես պամավելցնել Այո, ես խաչիկի հետ համաձայն եմ, պետք է այդ քաղաքական հասունությունը Երևանի մեջ ապրող այդ ղեկավարության մոտ լիներ, չեղավ։ Ես մեկ բան կավելցնեի, որ այս պատերազմը ցույց տվավ Հայաստանի pedagogan համագարկի բոլոր բացթողումները եւ այդ անգախ կոմիսիոնի մասին որ ռազմիկը խոսեցավ նման կոմիսիոն պետք է ուսումնասիրեր ինչն էր որ այս համագարկը պատրաստ չէր չկարողացավ ինչու այսչափ ծանր էր ինչու այսչափ մտածելու հնարավորություն չուներ ինչու չհասկացավ իր մտնոլորտը ինչու չկարողացավ զորաշարժ անել այդ զորաշարժը որ եղավ ինչու այդ երիտասարդները դարին մեկտեղ որտեղ ոչ գլխարկ ունեին ոչ հրացան ունեին մանավանդ հրամանատարություն էին եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այս բոլորի յետև կանգնած է մեկ պետություն որ ինքը շատ ծանր այդ բյուրոկրատական գարույց է որ դարիների վեր վարժված է վերևեն եկող հրամանի եւ այդ հրամանին թիմատրել եւ մեկ բան բոգել պետութենեն դուն դանելու իր գունը այս համագարկը մենք դեսանք 2020-ին եւ եթե որևէ մեկը Հայաստանի մեջ գուզե բարեփոխել այդ համագարկը պետք է ուսումնասիրել 2020-ը պետք է տեսնա ինչը չաշխատեցավ եւ ինչու այդպես է եւ լուծվի ուղիղ աշխատանքի բարեփոխումներու այդ պերեստրոյկան որ Գորբաչևը սկսավ մինչեւ հիմա չէ վերջացած ինքը ցաղողեցավ եւ այդ չարտված համագարկը մինչեւ այսօր գվերաբրի դարբեր երկիներու մեջ իմիջի այլոց Հայաստանի մեջ ես կավելցնեի որ pedagogan ռեֆորմներ շատ կարևոր են վերադառնամ խաչիկ ուսած մեկ գեդիդ առաջին գեդը որ իր հիմնական համացանություն ամեն գոմերու միջև հիմնական նյութերու շուրջ քիչ մքիսինջերյան կամ նիքսոնյան հարցում մնա եթե ասենք ագարագոտները եւ գավառությունը 3 գեդի վրա պետք է համացանին հիմնական 3 գեդի վրա ասենք ուզենք որ համացանություն մնան հիմնական 3 գեդերը Ղարաբաղի պատերազմեն եւ ինչն է որ պիտի լայն որ պետք է համացանը լայն այդ 3 գեդերուն վրա
կամ երկու գերերուն վրա։ Ռազմիկ սածներուս հետևողականություն առաջինը կարմիր գիծերն են։ So այդ կարմիր գիծերուն վրա պետք է որոշ համաձայնություն մնալ։ Այո, Ինչ գիտելային այդ կարմիր գիծերը։ Հաչեմ գիտեր, ես այդ մասին ասեն ինչ որ ասեմ, օդի մեջ գախված վիդելա, բայց օրինակի համար այն ինչ որ գոչվի այսօր միջանցք եւ դարբեր անուններ կդրվին, ադիգա բիդի բացարվեր։ Երկրորդ կետը, որն շուտ պետք է համաձայնության կային թիմոտրավականության հավելումն էր։ Երրորդը սպիրտներ եւ ես համաձայն եմ Վիկենի ասածին վրա, այս բոլորը գենտատրեն pedagogan խորքային ռեֆորմներ, այսինքն համագարկի խորքային ռեֆորմներ, որովհետեւ դժբախտաբար հիմա դեռս զորավոր լասելիկս, բայց կարծեմ պատերազմեն հետո Հայաստանը ցախողած բերության failed state-ի ջամփուն վրան է, որպես համագարկ։ Եվ այդքից հետո այլևս խոսիլ թե արևմուտքի հետ է մեր ռազմավարական դաշինքը, արևելքի հետն է, Ռուսաստանի հետն է, կոմպլեմենտար քաղաքականությունը, չեմ գիտեր ինչ իմաստ չունի, որովհետև գերիշխանությունն անվանական դառնա այլևս գվերածվի սյուզերեն յենտիշխան դարածքի մը։ Եվ նայեցեք, որ այսօրվա աշխարհի մեջ ուրեմն ցևական գերիշխանությունները եւ ցևական բերությունները շատ են։ Նպավենային միջին արևելքին ինչ դեր ունենալու չէ։ Ցավոված բերությունները շատ մանր։ Շատ մտեր կան խորանալու, որ հիմա ժամանակը չունի, որովհետև մեկը գրնա հագասել, որ չի, այո, պատերազմը գործունեություն, բայց ցախողած բերությունը չի Հայաստանը։ Բայց այս հիմա ետ քիչ մքիրքին վերադառնանք, որովհետև չեմ ուզում շատ ասենք քաղաքական ուղղությամբ ետալ։ Վիդեմ որուն համար է ասկիրկը։ Խոսած են ես եւ դու ասում ասեմ, բայց լավը բացադես է, որուն համար է քիրկը։ Այս քիրկը գրված է արևելահայերեն, նախ եւ առաջ, այսինքն իմ գլուխս թարգմանված է արևելահայերենի, ես անգլերեն գրեցի։ Գրված է ակադեմիական ոճով, այսինքն իմ գլուխս որ 60 էջ է, եթե չեմ սխալի 160 բան կա, ֆուտնոտ կա, բայց խորին որ պետք է բոլոր այդ հայերու, որ հայերեն կգարտան եւ որոշ ուսման մագարտակ ունին եւ հետաքրքրված են հասկանալու ինչ եղավ այդ պետության, ինչպես եղավ որ մենք առաջին պատերազմ հաղթեցինք, երկրորդը բարձվեցանք, ինչպես եղավ որ Ղարաբաղը գործունեինք, այդ մարդիկ պետք է հետաքրքրվին եւ գարտան։ Okay. Վերջին հատկում մնալ խաչի քեզի հարցնեմ, որպես ավիտ դանք հարցումներ ու ատեն բարոն մադիգը ցերկը վերցուցած է։ Աշոտ Ոսկանյանին հոտվածը այս քիրքի մեջ, Վիկենին հոտվածին վրա գաշուշ կետրոնացանք, բայց Աշոտ Ոսկանյանն շատ հետաքրքրական հոտված մկրած է։ Եվ այդ վարգածը կներկայացնի, որ այսի միան պետության եւ գավառության բարդությունը չէ։ Մենք ադով վրա գետրոնացանք, pedagogan գավիչներու վրա, այլ ընդհանուր քաղաքացիական հասարակության բարդությունն էր։ Շատ ավելի ըստ Աշոտին խորուն եկան թե պետության ցախողությունը, անշուշտ պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը նույնը չեն։ Տուն համաձայն ես այս կապային խաչիկ, քանի ամբողջ քիրքը կատացես, լավ գլավը քիչ նաև անցարանանք մյուս մասնիկներուն քիրքին։ Այո, այսինքն Աշոտ Ոսկանյանին հոտվածը շատ հետաքրքրական էր, շատ այսինքն նկատողություններ կային, որոնք շատ կարևոր է սեղանի վրա դնել եւ նույնիսկ որ երբեք չեն խոսի օրինակի համար տնտեսական համագարկին, օլիգարքային համագարկի այդ հավասարեցումը չէ, որ այդ մեկը արդեն ինքնին մեծ Հայաստանյան անհաջողություններու գլխավոր պատճառները մեկը այդ մեկն է։ Հիմա որ ասիգա հասարակական քաղաքացիական հասարակության ցախողությունն է, իմ մտքիս մեջ հարցական կստեղծվի հետևյալ առաջին, որ եթե քաղաքացիական հասարակություն գսե գենտատրեն, որ Ոսկանյանը կհասկանա Հայաստանի քաղաքացիական հասարակությունը։
եւ ոչ ընդհանրապես հայ ժողովուրդ։ Եթե այդպես է, այո, բայց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դեռ շատ ոնց ցախողած է։ Եվ գամար քաղաքացիական հասարակության հասկացողությունը քիչ շատ ուժացած է։ Ժամանակին շատ ուժացած է։ Քիչ մասալ ժամանակի մոդա էր ուժացնել քաղաքացիական հասարակությունը, որովհետև ոչ թե թերքնահատելու համար քաղաքացիական հասարակություն եւ անոր գերագադարությունը, բայց բادرազմական հարցերում մեջ քաղաքացիական հասարակության թերն ու դեղը այնքան չենք տեսներ։ Այսինքն օրինակը այս օրերուն Իսրայելն է, չէ՞, շատ ոտքի ելած քաղաքացիական հասարակություն մկա, որ հարցը բادرազմին ու կա, բեդությունն է, որ այդ մասին խոսի pedagogan համագարտը։ Այսինքն համաձայն եմ իրսածին, որ եթե ասիա ուզես նաև բոլորին բարդությունը, նաև քաղաքացիական հասարակության բարդությունն է, որ չի գրծավ բادرսխամը, շարժեդված բادرսխամը գտներ բարդության, այսինքն բարդությունն հետո այդ հասարակության մեջ նորեն վերացումը տեսանք, փախումը տեսանք եւ այդ հասարակությունն ծնունդ չեղավ քաղաքարներ կամ ղեկավարություններ կամ ուժեր, որոնք կողքովի բերեին եւ այդ վերացումը փորձեին կոնե ուրեմն բան կերազանցել կամ վեր ելնել այդ բոլորին այդ մեկը չի տեսանք այդ իմաստով ճիշտ է բանին Աշոտ Ոսկանյանինը բայց միայն այդ իմաստով նորեն ասեմ շուրջացնենք քաղաքացիական հասարակության դերակատարությունը եւ բادرազմը հիմնականի մեջ pedagogan համագարքի եւ Բեդության վրա իշխանության գտնվող ուժին բادرաստանադրություն։ Okay, we can pamuguzes abetsin veçin խոսքը քեզ դամ եւ ապա մինասին իդ գանցնեմ։ Չէ, մասնավորապես իմ անցնին հարցումներուն։ Yeah. Մեկ գետ ավեցնեմ, որ քիրքին վերնակիրը երբ կորոշեինք որոշ խոսակցություն անցավ բարդություն բարդությունել մեջը կամ չի տնել որովհետև այդ քաղաքապարագա որ քիչ շատ ապտագի չնմանի եւ Աշոտ Ոսկանյանն է որ շատ հանցե որ հստակ է որ սա որ երբ պետք է լավ որբեսի ամեն մարդ քիչ մաս դապիտը ինչ եղավ այլևս ის ասի բարդություն է ընդունինք հասարակության մեջ տողնտումի վասի բարդություն է so վազավես վերնակրի մասին Minas over to you Rame քեզի գանց Merci շնորհակալություն սիրելի դոկտորներ հարկերներկաներ հերթցերն են միան խնդրանք եթե մեջ բերում է խնդրեմ ինչքան որքան կարենանք հագիրճ եթե մեջ բերում է իսկ եթե հարց է հարցում խնդրեմ ասեք հարցումը որու ուղված է եթե այդպեսի բան կա ընդրություն կա այլապես գցենք դոկտոր Ռազմիկին ինք որոշեով պատասխանեմ այս հերթականությամբ երցանք արդեն ունենք հերթակրված 4 բարոն Մատիկը, բարոն Ռաֆին, բարոն Մուրադը եւ բարոն Վահանը հերթով գսեմ ուրեմն Մատիկ գեր հրամեցեք միան միկրոֆոնը միացնել քանի որ միկրոֆոններ անջատած այո հրամեցեք Շնորհակալություն այս համաբարփակ դեղեցության մասին քիրքին շուրջ Խորքի մեջ եղածը քիրքի քննարկումն է որ մենք խորքի մեջ պետք է այստեղ լսելու ժամանակ քիրքին բարունակության դերյակլայն կամ ավելի շիշտ գարտայինք Աբակայի համար է առաջարկս նման լսարաններու եթե քիրքիմը քննարկումը գա կամ նույնը որ հրաբարակված է եւ հոսպիտի քննարկվի կամ զեկուցվի մեզի մեկ ամիս առաջ երբ ցանուցումը դրվեցավ այս սերնարգին այսօրվա մեր այս լսարանին լավ գլար որ մենք այսօր ունենայինք քիրքը այդ հայդարարության հետ եւ անոնք որոնք կփափակին ժամանակին գներել այս մեկ ամսվա ընթացքին գրնային քիրքը գարտալ եւ ոս ներկայանալ եւ մեր դեսագետները կամ քննարկումի մեր մասնակցությունը կատարել ասիկա տեխնիկ առաջարկն է Աբակայի իմաստով Այո գներեք ընդհանրապես
Ինչպես հիմա գիրքը ուղղվեց ծեզի գրգվեց ավարտեն, չէ։ այսօր գրգվեցավ ես խոսքս Հայդարարության հետ եթե Այո, նկատի ունեմ։ Աբակայի համար նման հանդիպումներու եւ նույն մգա որ գրնա մեզի մեր սեփականություն դառնալ ամիսմա առաջ լավ որ կարդայինք եւ այստեղ ներկանայինք արաբերեն գսեն մտնել ատրաշ բզավ խուլը հարսանիքի մկացած է այդտեղ փամը չես հասկնար որտեղ նույնը մեր ամենօրյա գոտացող նկատի ունենանք Արցախ ամեն հայու գերմացիկ նկատի ունենանք ծեր առաջարկը հասավ սիրո Արցախի մասին այդ վերքը չսպիանալ Արցախի վերքը չգրնալ սպիանալ սակայն նման ցերնարկներ շատ պետք են հատկապես իմ խոսքս կերտա մենք մեզ ամեն բանի առաջ մենք մեզ պետք է քննարկենք այդ 30 տարին որ անկախություն եղավ հայությունը Հայաստանի պետությունը ժողովուրդը սպիրկը ինչ լավ Հայաստանը ես օրինակս պիտի բերեմ միշտ խոսած ենք ասմասին դերևս կրկնություն է սիոնական պետությունը 48-ին 67-ը պատրաստվեցավ մենք 30 տարի ինչ էինք այս խոշոր հարցումը արդեն մեզի համար ամոթալի բարդություն բարը քիչ է պետք է գլխակիր բարդություն գրվեր ասի էսելիքս հետո շնորհակալություն մատիկ խոսքը ծերն է բարոն Ռաֆի ենթադրեմ այո այդպես կկարդամ Ռաֆի Բարև շնորհակալություն բարոն Ռաֆի այո հարամեցեք գլսեք այո ուրեմն շնորհակալություն վարձ կդկադար այո միան գլսենք ծեր նկարը չենք տեսնել բայց գլսենք կարևոր չէ ուրեմն հարցումս բանի մոդեցում է հանցնարու Հայաստանի երկակացի սպիրկայի մոդեցումով է որ քիչ օշականական սպիրկայու մոդեցում են գդարբերի ես հոնեի բادرազմին խոջաբը եւ անպատրաստականությունը ահրելի էր եւ գահսկնամ վիկենի նսազները ուրեմն առաջին հարցումս խորքային է ինձ համար այս հարցի քաղաքականացումը Հայաստանի մեջ քաղաքական չվերնախավի գոմե բնավ դες չի զարմացներ ավելի խորքային հարցում է ինձի առաջին հարցումս որ ինչու այս քննադատական ընթացքը չընթարացավ ընդհանրապես հայ հասարակության մեջ եւ այսին փորձ չէ եղած թե ինչ պատահեցավ խորքա միտքիս մեջ հարցումներ կան արդյոք մենք պրիմիտիվ ենք մեր ժողովուրդը sense of agency չունի pedagogical մահանտե ուրիշ տրոմաներ ունենք ցեղասպանության հետո որ ամեն հարցը Թավաջան հերոսով գտիդենք եւ այլն հոսեղ լուրջ խորքային հարց մգա ասիգա գարսի բարդության բես կրնալ եթե լուրջ չքննվի այս հարցը նորեն պիտի բադայի օրմ ուրեմն առաջին հարցումը խորքային հասարակության մեջ այս sense of agency բագասի մասին է որ ինձ համար շատ զարմանալի է երկրորդ հարցումս համաձայն եմ Բիկենին հետ որ pedagogan համագարկը լուրջ փաստողումներ ունի եւ ուրեմն երկրորդ հարցս կազմակերպական եւ հաստատական institutional բնույթ ունի ուրեմն ինչ փոփոխություններ պետք է դեղի ունենան որ գարություններում մեջ այսինքն ասկային անվտանգության խորհուրդ բանակի բարեփոխում սփյուռքեն տեխնոլոգի transfer շարքը շատ երկար է եւ այս աշխատանքը այս քննադատական փորձը գազագերբականորեն institutionally ինչպես կարելի է շարունակել որովհետեւ այս քննարկումը շատ ավելի խորքային բանի անցնի ինձ համար ամենամեծ զայրույթը եւ այդ բոլոր բադազը հոն ագանադեսերը այս մագերեսությունն է որով հայկական հասարակությունը այս բոլորին որովհետեւ մենք իսկական այդ նահատակներու արժեքը քիծող հասարակություն բամբանենք պետք է այս
ինքնակրթնադատական աշխատանք կշարունակվի։ Ինչպես կարելի է այս ընթացքը շարունակել։ Շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն Ռաֆի։ Դոկտոր Վիկեն, գնացրեմ քեզի հարցումը կար, թե բավարարվինք։ Փորձեմ պատասխանել Ռաֆի, շատ շնորհակալություն, չեմ գիտեր, եթե գտնամ պատասխանել։ Քու հարցերը շատ սկայական են, ամբողջովին պատրաստ չեմ։ Ճիշտ է, այդ հարցը որ ես կուտամ, այդ է որ այո, այդ դպավորություն ունիմ, որ հայկական վերնախավերը շատ նախնական են, շատ աղքատիկ են, շատ բարձունակ են, շատ պրիմիտիվ են, կարծեմ դու այդ բառը օգտագործեցիր։ Պատերազմեն առաջ եւ պատերազմեն յետք, ճիշտ է, այդ բոլոր փորձանք են յետք, ինչպես գրնանք ոչ միայն քաղաքական կորձիչներ եւ Աշոտ Ոսկանյանի համաձայն եմ, ուր էր քաղաքացիական հասարակությունը լայն ցևով հասկանալով Երևանի pedagogan համալսարանը ուր է մեր ակադեմիան ուր է այդ մարդիկ որ իրենք քաղաքագետներ են միջազգային հարաբերություններում մասնակիցներ են նախկին դիվանագետներ են բարձրապես ասելով որ հիներ նորեր եւ վերջ այսինքն այդ ավելի անտին չերտալ ես ուրեմն չեմ գիտեր բայց մենք մեծ խնդրեմ ունենք հասկանալ որ քաղաքականությունը իբր մասնակցություն ինչ է պետք է Ռազմիկ Գյուլբենկյան հասարակությունը պետք է politics 101 կդնանք եւ հայրենի թարգմանենք եւ որ քաղաքական կոդիչներու հետ խոսիս երբեմն անանք բաներ գսեն որ գսես որ այս քաղաքականություն չէ այս բան է քրագանություն է արխեոլոգի է բայց քաղաքականություն չէ գարձես այդ քաղաքականություն իբր մասնակիցներ չունենք եւ Ռաֆի որպեսի քու հարցը խորացնեմ ես Հայաստանի հետ ծանոթ եմ 92-ին իվեր իբր ժուրնալիստ աշխատած եմ 92-ին ես հանդիպեցա մարդկանց հետ որ սովետական դպրոց կացած էին որ իրենք քաղաքական կոդիչներ չէին իրենք հիմնականը համալսարանի դասախոսներ էին եւ իրենք շատ ավելի հասկանային ինչ է քաղաքականությունը իրենք լալով ամատորներ այդ Ղարաբաղի շարժման երկրորդ ղեկավարությունը որ իրենց քրածները մեկ հատ հայքի մեջ կարտա եւ գտեսնաս որ իրենք կարողություն ունեին ոչ թե վերլուծել այսօր ինչ է վիճակը այլ այսօրվա զարգացումները Հայաստանին եւ Ղարաբաղին ուր կրնա հասցնել եւ ինչ պետք է անենք լավ ունենք այդ սերունդը որ ամատորներ էին բայց ավելի հմուտ քաղաքական կոդիչներ դուրս եկան ինչպես եղավ որ մենք 30 տարի pedagoganություն ունենալով յետքացինք առաջ երթալու Փոխանակ ամատորներու փորձառության վրա մասնակիցներ, պրոֆեսիոնալներ ստեղծեինք։ Մենք այդ բոլորի դերս կարողացանք ստեղծել մեկ ամբողջ խավ, մեկ ամբողջ սերունդ, որ նույնիսկ ամատորներ չեն։ Ինձ համար ամենամեծ ցավը այդ է եւ եթե նայեք քաղաքական արտի միտքը 250 տարի է ի վեր, մենք հագարակը կմտածեինք։ Մենք կմտածեինք, որ եթե ունենանք անկախ pedagoganություն, մեր խնդիրները այդ պիտի լուծեն։ Բայց այդպես եղավ որ պատմությունը մեզի ապտակ զարգավ մենք ունեցանք անկախ pedagoganություն եւ փոխանակ այդ անկախ pedagoganությունը մեզ մեկ քայլ քաղաքագործության մեջ արժեվ դարելու մեկ քայլ յետև դարավ անանք որ քոարցի բացխանչունին բայց պետք է այս նյութիչուց մենք կարողանանք որոշ աշխատանք տանել որ հասկանանք ուր սխալ եղավ բամը այդ 88-ին մինչև չեմ գիտեր որ թվական որ մեզի ամբողջովին ուրիշ հունի վրա դրավ Ինչ պետք է փոխվի այս շատ մեծ խնդրեմ է բայց պետք է pedagogan համագարկը փոխենք խորին որ այդ է հիմնական բանալին եւ այնտեղ այսօր փորձեր չի կան ոչ բանակի մեջ ոչ դիվանագիտության մեջ ոչ մնացածի մեջ Մինաս եթե մեկ բան գտնամ ավելցնել այո Ռաֆի մադը թվավ շատ փափուկ եւ կարեւոր վերքի վրա բայց քնական մտածողության բագասն է շատ մտաներու արմադա քնական մտածողության բագասն է եւ քեզի Երևան գսեն ամեն ինչ կբացատրեն էլի բադահական չէ որ եւ գսես չէ գնալ ալ բադահական լա կամ փախ չէ կամ այդ քնական մտածողությունը ինչ կնան գնել որովհետեւ ամրապնդվի եւ այդ մեջ որոշ աշխատանքներ կարելի է դնել
Այստեղ Մինաս մեկ Ահա, բան էլ ավելցնեմ շարունակելու համար հրամայեցեք։ գաղափարը նայեցեք հիմա որ բادرազմեն անմիջապես հետո ինքը իշխանությունը պետք է նախաձեռներ աս հանձնաժողովի ստեղծման գասկած չունիմ բայց նաև ընդդիմության մեջ չի գտնվեցավ հատվածը որը սե որ լավանգախ մեր բոլոր մտածածներն քաղաքականացնեն եւ այլն ինչու այս նախաձեռնությունը մենք չենք արնել հասկանալու համար որ ինչու բادرազմը հոսք եղավ այսինքն ընդդիմությունը ինքը զարգացած լար այնքան որը սեր որ նախ սկսենք հասկանալ քաղաքական գործ առաջ տանենք հարց չի գա բայց մենք այլ ստեղծենք գոնե մեր բացատրությունը որ չի սահմանափակվի միան այդ մեկը գիտենք բادرազմային իշխանություններն այդ մեկը գիտենք բայց նաև ավելի խորը երթալու նախաձեռնություն չեղավ ընդդիմության կողմից ասալ ճիշտ է եւ ասիկա կպաստե որ այո համը ճիշտ չէ ընդանուր արմամբ եւ խոսին քաղաքական վերնախավի կամ քաղաքական հատվածի մասին Լավ, բարոն Մուրադ Մանուկյան Շնորհակալություն Արիթին համար եւ շնորհավորեմ Կիրքի հրադարագությունը կրկուկի եւ մանավանդ քանի մի շաբաթեն արդեն լաման ամբողջ կրկին Հարցումս ուված վիրիլա բարոն Չտարյանին գլխավորապես, բայց նաև անշուշտ բարոն Պանոսյանն ու Դեղոգասյանը գրնան իրենց տեսակետները հայտնել նաև այն հարցումին, որ պիտի ուղղեմ։ Հետևյալն է, որ արդյոք Հայաստանի ներկա իշխանությունները հետաքրքրված են ծեր Կիրկով կամ կրկույգով եւ հոն դեղ կդած փաստագրական հիմնավորումներով, վերլուծական հիմնավորումներով ցեզի արդյոք այդ տեսակ բանը հասու եղած է, ցեզի առաջարկ եղած է հանդիպիլ իշխանության հետ ոչ թե միան ցեզի, այլ նաև ես կրկույգի ինտերեսանության մեջ նաև կնկատեի, որ դարբեր փորձակետներ ու վերլուծաբաններ արդեն հրադարագություններ ունեցած են այս նյութին վերաբերյալ, որոնց համար արդեն ագնարգություններ կան ծեր հրադարագած կրկույգին մեջ։ Արդյոք իշխանություններու կողմէ փորձ եղած է այսպես համագործակցության ոգիե մեկնած սխալներ թույլ չտալու հիմնավորումով աբակայի համար արդյոք փորձ եղած է այսպես իմի հավաքել այդ փորձակետները վերլուծաբանները ու լսել իրենց դեսագետը թե արդյոք ամեն ինչ ինչպես այսօր գարտայի ես հայաստանյան լրատվամիջոցներն մեկուն մեջը ամեն ինչ հինի վրա փարթելու այդ մոլուցկեն դարված բավարարված են արդեն իրենց պատասխաններով այսօր գարտայի հետևյալ օրինակ Անտրանիկ Քոչարյանը գսե որ թե 44 օրյա եւ թե 40 օրյա բادرազմների արդյունքներն արդացոլում են նախկին իշխանությունների անհաջողությունները այսին ինչ փակված տուրմն է այլևս իրենց համար առաջարկները որոնք կրնան կալ դերևս սպիրկի մասնակետներու կողմէ սպիրկի վերլուծաբաններու կողմէ արդյոք այսպես երկաթե վարակույր քաշած են իրենց արչև ու չեն ուզեր լսել որովհետև արդեն իրենց համար հասու է իրենք հասած են իրենց նպատակին որ անցյալներ մեղավորը այդ գլխավոր հարցումս է ու երկրորդ հարցումս ալ գուզեի իմանալ ծեր գարձիկը կրկույգի մեջ հանդիպեցա հետևյալ նախատասության չեմ գրնար ճիշտ վերարտադրել բայց հետևյալների իմաստը որ Արդակին հետախուզության գազագերբություն կամ հիմնարկ չէ ունեցած Հայաստանը եւ երբ որ ուզած է այդ տեսակ հիմնարկի մասին ցայն բարձրացնել ռուսերը նեղացած են այդպես եւ այդպես այդ հարցը մարած ու կացած է ծեր որպես վերլուծաբան ու մասնակետ ու փորձակետ գարձիկը ինչ է այդ ուղությամբ եւ ինչպես կգարձեիք որ պետք է այդ մեկը վերջանար Շնորհակալ գլամ եթե ծեր գարձիկները ուղեք այս հարցումներուն վերաբերյալ Շնորհակալություն բարոն Մուրադ բարոն դոկտոր Վիկեն խոսքը ձերն է
Շնորհակալություն այս երկու հարցումներուն։ Այո, Հայաստան մինչև վերջերս չուներ արտաքին հետախուզություն եւ այդ հստակ է որ եթե դու գուզես անկախ պետություն ըլլալ, մանավանդ պետությունը որ պատերազմի մեջ է, այդ գադագի պես բան մնե, հիմա գժպտին բայց պետք է լամ, չէ, 4000 երդասարդ գնաք Երևանայել։ Լավ, եւ այդ այսօր չէ, 30 առավել դարի, այսին սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի օրեն վերադարձանք նույն բանին, որ հենված էին Ռուսաստանի վրա եւ Ռուսաստանը շատ աժամ ծախեց։ Իսկ երկրորդ արդյոք իշխանությունները հետաքրքրված են, ուրեմն քիրքը որ լույս տեսավ, մենք չանքրինք, որ քիրքը հասնի իշխանություններուն։ Ես առաջի օրինակը որ ստացա, ցերկով իցերի դվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ այստեղ Զվիցերիայեր, Զյուրիխեր այն ժամանակ հանձնեցի իրեն։ Իսկ այդ գեյետ փետրվարի սկիզբները 8 օր կացի Հայաստան, որ եւ այդ այցելությանս միակ նպատակն էր այս քիրքը դեղ հասցնել, քիրքի մասին խոսիլ, հարցազրույցներ տալ, անհատական հանդիպումներ ունենալ, հետեւյալը գսեի, որ գա հետաքրքրություն, բայց ծեր հարցումի մեջ այդ համակորձակցության մագարտակի սպասելիքներ թերգանուխ է երևի եւ գնամսել որ Հայաստան չունի այդ փորձառությունը Հայաստանի քաղաքական կամ ռազմական ղեկավարներ իրենք երբեք չեն հարցուցած մասնակիցներու pedagogan համագարկեն դուրս գտնվող որ ինչ խորիկ գնաք ուսումնասիրություն պատրաստել որ մենք այս հարցը զարգացնենք եւ այլն Հայաստանի pedagogan համագարկը այդ փորձառությունը չունի։ Կրնամ ավելյալ շատ գարշ հարցումն եւս անել շատ գարշ հարցումն Հավելված գարշ, շատ գարշ։ Այդ փորձառության համար է հարցումս ուղղակիորեն արդյոք իշխանությունները ոչ թե միայն այսօրվա իշխանությունները, անցյալի բոլոր իշխանությունները այդ փորձառությունը չեն ունեցած նույնիսկ քաղաքական գացություններ վերլուծելու սպիրկյան մասնակետներու եւ փորձակետներու հետ երբեմն իրենց արդակին վարչություններու փորձակետներու վերլուծապանություններու գարձիկներու գողքին երբեք չի եղած այդ մեկը ոչ թե միայն բادرազմի համար այլ քաղաքական գացություններ վերլուծելու Սպիրկյանը կարևոր է շեշտելու բայց պետք է ասենք որ Հայաստանի pedagogan համագարկը ինքը նույնիսկ փորձառություն չունի Հայաստանի մասնակիցներուն լսելու այսինքն ինչպես որ գբադահի Հայաստանի մեջ հետեւյալն է երբ քաղաքական ղեկավար իր մոտ կհրավիրե տարբեր մասնակիցներ այդ մասնակիցներուն Հայաստանի ղեկավարը ինքը գտասավանդ է եւ ոչ թե հագարակը հիմա այս միայն Հայաստանի յուրահատուկ չէ ընդհանրապես քաղաքական ղեկավարներ շատ դժվար է որ իրենք լսեն որևէ մեկ ուրիշին այսինքն այս իմպորտարությունս ուրիշ երկրներու մեջ շատ դարբեր չէ բայց եթե Հայաստանի մեջ պետք է լա այդ իղծը այդ պապակը որ մենք այս պետությունը պետք է ցեվափոխենք ավելի արդիականացնենք պետք է նման աշխատանք դարվի դարձյալ գշշտեմ Հայաստանի մեջ մենք ունենք սովետական միութենեն մնացած ադմինիստրատիվ համագարկ որ ինքը դարձավ գորիզը Հայաստանի pedagogan համագարկի եւ այդ համագարկը չաշխատող համագարկ է պետք է բարեփոխվի եւ այդ բարեփոխության ուժը ղեկավարությունը ես այսօր չեմ տեսնալ Գտնամ պամավեցնել մինաս ասնույթին շուջ հարցը գուկատ ամեն կիդև ասի պետք է ամրամբդենք as մասնակետներու լսելը Հայաստանի մեջ նույնիսկ լուրջ think tank-եր չկան կան think tank-եր բայց ընդհանրապես գոհնորոշված են քաղաքական ուղղություններով Ուրեմն հարցը գուկաս ինչպես կսկսես այսինքն սկսելու կարևոր ծևերեն մեկը անիգա է որ անգլերեն գսեն bottom up վարեն վերը սկսել այո քաղաքական կոզիչները ընդհանրապես մտիկ չեն ներ բայց եթե հանրության մեջ հանրային փանավեճը ստեղծվի շնիչ ծևով այսինքն ոչ թե ինչպես ասիկ սկիզբը հայյանքներով այլ շնիչ ծևով փանավեճ մը սկսի թե հանրությունը սկսի քննարկել as լուրջ կետնիվը as ասկային նյութերը
ադևո գփոչերն էլ ասկիր ադևո գփոչերն էլ մույսկիր որ ад Հանավեջը սկսի եւ ադիգա սկսի աստել եկին ղեկավարներուն վրա եւ հոնե որ մենք թերմը կնանք խաղալ հիմա երտանք վաճաբերի միտ կփոխենք ադի բոլորին զատ ընթացք ադի որ մեկ վաճաբեց քաղաքական ծևով կմտածի ադովամար հոն հասած է եւ իր կորձն է ադիգա բայց եթե մենք ավելի լայն նյութերու մասին պիտի խոսենք հանրության քննական մտածողություն critical thinking սվածմանը մտցնենք պետք է սկսենք թե վարեն թեբիվեր այս տեսակի հետազոտություններով այս տեսակի խոսակցություններով Այո տեսակի լսարաններով բարոն Վահան հրամեցեք Շնորհակալություն ցայնս կլսվի Այո շնորհակալ եմ հրամեցեք Շնորհակալ եմ այս հանդիպումի համար եւ քիրքին համար անշուշտ Երանի ուսուցչապետ Ոսկանյանը աստեղը լար գուզեի հայ հասարակության հետ կապված մասին հարցնել որտեվ բոլորովին նոր մոդեցում էր ու շատ հետաքրքրական բայց անշուշտ հարցում ունիմ դոկտոր Չտրյանին եւ իհարկե որպես կազմակերպող կամ գաղափարը մտահղացող բարոն դոկտոր Ռազմիկին շատ կձանվի Հայաստանի մեջ նույնիսկ նախքան պատերազմները որ պետք է օգտվել Իսրայելի օրինակեն pedagoganաշինության մեջ եւ այլն բայց հատուկ քիրքին հետ կապված եւ ոչ pedagogan մագարտակով արդյոք կգարձեք կամ ճիշտ կտեսնեք որ պետք է օգտվել Իսրայելի փորձեն ինչ կապված է հանձնաժողովներու հետ լա Վինոգրադի հանձնաժողովը 73-ի իրենց բարդության հետ կապված կամ ներողություն ագրանատը 73-ին եւ Վինոգրադի հանձնաժողովի 2006-ին արդյոք ճիշտ կտեսնեք այդ մոդեցումը որ պետք է օգտվել այդ փորձեն Այո Ես անձամբ եմ քանի քիչ մենցիալ ուղղված է ես ցանոթ չեմ հանձնաժողովներում սոփամը չեմ գնում ասել չեմ եթե վիկենը գնա ավելի դամ խաչի գնա ավելի բացադել Վինոգրադը լավ գիժիչ ենք այսինքն դակավին մեր մտքերում մեջ թարմ է այդ հանձնախումբը եւ այդ հանձնախումբի եզրակացությունը Սորվելու համար շատ հնարավորություններ կա Իսրայելը մեկն է միակը չէ ճիշտ ես անցամտարսյալ աշխատած եմ միացյալ ասկերու երկու անգախ կոմիսիոններու մեջ քիչ մկապար ունի ինչպես կաշխատի ավելի լայն ցանոթներ ունին որ շատ մասնակցած են այդ հանձնախումբեր գազագերբելու մեջ Եվ ուրեմն 2020-ի պատրաստման յետք առաջին անգամ որ Հայաստան կացի հունվար 2021-ին ես հանդիպեցա մի շարք քաղաքական ղեկավարներու հետ եւ իրենց ասի դուք գուզեք նման աշխատանք դանել եթե գուզեք ես պատրաստ եմ իմ սահմանապակ փորձառությամբ եւ մանավանդ ավելի կարեւոր իմ գաբերով ցեզի օգտակար լինել նշվեցավ Անդրանիկ Քոչարյանի անունը ես Անդրանիկ Քոչարյանի այս աշխատանքի Սահմաններում մեջ երկու անգամ խնդրած եմ հանդիպում եւ երկու անգամ չեմ ստացած հանդիպում։ Շատ լավ։ Բարոն Վահե, այսօրվա մեր վերջին, այո, խոսքուզողն է, բարոն Վահե հրամեցեք։ Ինձ համար մեր զորքի պատրաստությունը հանելուկ էր պատերազմեն առաջ։ Ինչու ադիգսեմ Որովհետև Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց պատերազմեն առաջ, որ հայկական զորքը շատ լավ պատրաստված է եւ պատերազմ լալու բարակային։ Եվ նույնպես հայտարարվեցավ, որ եթե պատերազմը լա, հավելյալ ադրբեջանական հողեր պիտի կրավենք եւ պատերազմը պիտի լա ադրբեջանի հողերուն վրա։ Այս ինձ համար այդ ժամանակ շատ ուրախալի էր լսելու նման հայտարարություն այդ օրվա ղեկավարության կողմէ ասել է որ զորքը պատրաստ է
հանգիստ պետք է մնանք եւ սպասենք պատերազմի։ Բայց այդպես չեղավ, հանելուկ էր դիգա։ Ինչու նման հայտարարություններ գահայտարարվի, եթե իրականություն ադի չէ։ Երկրորդ, Հայաստանի ազգային ժողովի հանձնախումբի աշխատանքներուն ովևէ կապար ունեցակ ասկիրկը պատրաստելու համար, քանի տարի է, որ Հատ Քոչարյանը ասված է նման գնահակահայ հատ հանձնախումբին։ Եվ հոսոն գսվի, որ պիտի հայտարարվի, բայց միջև բան չկա։ Այդ ուսումնասիրությունն ովևէ դեղեցություն ունիք, կամ պիտի տեղեկանաք, եւ այդ ուսումնասիրություն դարբերությունը ինչ է ձեր ներկա ուսումնասիրությունն։ Երրորդ ամենակարևորը, որ այսօր կարևոր հարցն է, այդ մեղրի ջամփան է, որ հիմա միջանցք եղած է ջամփա, երրորդ պետությունը կամ ինգերությունը պիտի հովանավոր է այդտեղ եւ այլն։ Ադոր վտանգը ինչ է աս պայմաններում մեջ, քիչ մատ երրորդ հարցումը քիչ հեռու է այսօրվա այս քիրքի ուսումնասիրությունն, բայց ադի հարց մնե, որ առօրյա հարց մնե մեր միտքերում մեջ։ Եթե ադոր մասին չխոսենք, չվելուզենք, չներկայացնենք, վտանգը մեր առջևն է եւ արդյունքն ալ չենք գիտեր ինչ պիտի լա։ Եվ այսօրվա այս ֆյուրքը գազես միան գխոսենք, բայց պատրաստ չենք ընելու աշխատանքներու դանելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այո, երևի դոկտոր Ազգիկ, Վարոն Վիկեն, դուք պատասխանեք, Պարոն Խաչիկ, դոկտոր Վիկեն, դոկտոր Խաչիկ պատասխանեք։ Չէ, Վիկենին ուղղված էր։ Այո։ Կարամեզեք դոկտոր Վիկեն։ Շատ լավ։ Ամենաուժեղ բանակ այդ շատ անլուրջ էր անշուշտ։ Ճիշտ է, որ բանակը հանելուկ էր, բանակը փակ էր, բանակի չփումներ չի գար, բայց կարելի էր անուղագի գերբով դեղեկանալ բանակի վիճակի շուրջ, չէ՞։ Ի վերջո այդ բանակի մեջ ծառայողներ կային, որ կարող էին ցեզի պատմել ինչ էր բանակի վիճակը, ինչպիսի զորաշարժեր կազմակերպեր եւ այլն։ Կարելի էր դեղեկանալ բանակի բյուջեի շուրջ, որ 455 միլիոն դոլար էր, երբ Ադրբեջանի բանակի բյուջեն 2 միլիարդ, 2.5 միլիարդ էր։ Կարելի էր դարձյալ ստուգել, որ Հայաստան ինչպիսի նոր զենքեր կգներ, երբ Ադրբեջան 3, 4, 5, 6 անգամ նույն տեսակներն կգներ, առավել շատ ավելի արդիական զենքեր կգներ։ Ամենակարևորը այդ էր, որ մեր բանակը չեմ գիտեր ինչպես մտածելու ունակություն չուներ։ Այսինքն մեր բանակի սպաներու հետ երբ հանդիպիկ, երբեմն վախնալու է, որ իրենց մտավորական ինտելեկտուալ իրենց գիտելիքներու սահմանները շատ նեղ են, շատ նախնական են եւ այդ արտահայտությունները, որ դարածքաշրջանի մեջ ամենաուժեղ բանակն է, այդ իսկապես անլուրջ է։ Առավել ես ցեզի գսեմ, որ այդ հայտարարությունները, որ գար, այդ քիրքերը, հոդվածները, որ գրվեր առաջի Ղարաբաղի պատերազմի ժամանակ իրավիճակի շուրջ, դարձյալ շատ անլուրջ էր։ Մենք առաջի Ղարաբաղի պատերազմը գրեթե բախտով հաղթեցինք, այսինքն Ադրբեջանի հակահարձակումը 92-ի ամառը շատ հերու չէր, որ Ղարաբաղի բանակի ողնաշարը չարթեր, շատ քիչ մնացած էր։ Այսինքն այդ բոլորը շատ անլուրջ էր եւ իսկական հարցումը հետեւյալն է, որ ինչպես կնալալ այդ մարդիկ, որ այդ վտանգը դեսան, այդ մահը դեսան, այդ վտանգը, որ Ղարաբաղ գործընծնեն առաջին անգամ դեսան, հետո ինչպես եղավ, որ այդ չափ անլուրջ եղան այդ բոլորի շուրջ։ Այս մեկ հանձնաժողովը չէ բաշտոնական գաբեր չունիմ այդ հանձնաժողովի հետ, իրենց որոշ նյութերը բաց են, կարող եք դուք տեսնել, բայց ուրիշ տեղեկություններ չունիմ։ Մենք այդ հանձնաժողովի հետ մրցելու որևէ հնարավորություն չունենք, իրենք Հայաստանի ազգային ժողովի կողմէ օրենքով ստեղծված հանձնաժողով են, այսինքն եթե իրենք որևէ մեկ զինվորական հրավիրեն, այդ զինվորականը օրենքի առջև պատասխանատու է իր ասածներուն։ Այսինքն իրենց հնարավորությունները
աշխատանքի ժամը որ ունին եւ համեմատած մեր շատ այսին աղքատիկ միջոցները նույն բանը չեն իսկ մեղրի շուրջ ճիշտ է ես իմ նյութս չէ չեմ աշխատած չեմ ձեր բաներս էլ նյութի մասին որ դեղյակ չեմ շնորհակալություն Շատ լավ արի ավելցավարին ցանկի վրա հրամեցեք Այո, մի հատ պարոն հարցում Արի շնորհակալություն։ Ուրեմն այսօր ինչ որ գահսկանամ ես որ նախ ներողություն այսօր ես քիծած դասարանի մասին չի հասակ երկը գարտալու, բայց անպայման կգարտամ։ Ես այսօր ինչ որ գահսկանամ որ ամեն մարդու հարցում է որ ինչու բարդվեցանք եւ անդեղ գուկա որ անմենք 30 տարի ժամանակ լավ չի պատրաստվեցանք։ Այսօր ինչ որ գահսկանամ ես որ Հայաստանցին ունի մեկ բայկար որ Հայաստանը օգնե, այսինքն բայց սփյուռքահայը ունի երկու հատ, ունի իր հայությունը բայել սփյուռքի մեջ եւ դարձյալ հայրենիքը բանել, բահվանել, այսինքն ես կուզեմ գտնել եթե դուք գիտեք եթե մոդել մգա որ աս երկու հատին trade off-ը գրնա, այսինքն մեջտեղ բանել, անանք ծևով balance բայել, այսինքն իբրև սփյուռքահայ, որ հայը գրնա թե ինքն իր հայությունը բայել, այսինքն երեխան որ սփյուռքի մեջ կձնի մեկ parallel հայերեն խոսի եւ նույն ադենալ կարողություն ունենա իր հայրենիքը օգնելու եւ եթե ասանք բամը քույություն ունի արդյոք գրնա ալլալ առանց կառավարության միջոցով լա որտեղ այսօր գիտենք մենք ինչպես Հայաստանի կառավարությունը խոսի սփյուռքի մասին եւ ինչ է երկը միան ասիա գուզեի գիտնալ այսինքն եթե ծեր կաղապարը ինչ է ասի մասին շնորհակալություն ես երկու բառով փորձեմ պատասխան տալ, բայց այս մասին խաչի գնալ գազեմ աշխատադեսը, բայց ատեն մեր գեշամ եղավ, բայց ուրեմն գալ։ Ես չեմ խորհել, որ trade-off մնե, ինչպես ասիկ ինքնությունը կամ Հայաստանի օգնելը, երկուքն ալ կարելի եւ սպիրկը ադիգա միշտ ըրած է եւ միշտ գնե։ Սպիրկին ինքնության մեջ Հայաստանը ինչ թեր ունի, ադիգա անգերձ լալու համար բաց հարցում մնե եւ այդ հարցում ավելի կբացվի as բարդութենեն ետ շատ մեծ նյութեք գնանք ժամեր խոսի բայց այդ ժամերը չունի հիմնական կետը որ գուզեի ինել թե սպիրկը որպես ասենք բազմազան դարբեր մասնիկները դարբեր քաղաքները փակացած սպիրկը որ մեկ ծևով բեդութենեն գախյալ չէ սպիրկը գուզե գնե կգազմագերբվի 5 հոգիով 10 հոգիով կամ 50,000 հոգիով երբեք կարևոր չէ սպիրկը պետք է ինիցիատիվը ինքը առնի թե ինքնությունը բահելու եւ որքան որ գուզե նաեւ Հայաստանին օժանդակելու սպիրկը այսպես եղած է միշտ այդ միթը որ այդ համոզումը որ բեդությունը գնա սպիրկը կառավարել հայերուն բարակային բոլորին անհիմ է ուրեմն սպիրկը թողնե ինչ որ սպիրկը գուզե անել ինքնությունը բահել Հայաստանին օժանդակել Հայաստանին այդ բանելալ Հայաստանը թողնե ինչ որ բեդությունը պետք է եւ մենք գախյալ չենք այսինքն այո գուզենք հավատալ որ Հայաստանը սպիրկին գնա թվական իմաստով շահագործել բայց քաղաքականությունը կա որ սպիրկին վրան քիչ քաշած է այսինքն ադալ պետք է ընդունի հիմա մենք Հայաստանին վրան քիչ պետք է քաշենք կամ ոչ չէ չեմ խորհել որովհետև մեմենտության մեկ կարևոր մասնիկն է պատմական Հայաստանի մասին չեմ խոսել ներկա անավերության մասին խոսեմ բայց գիտեմ որ խաչիկն ալ աս մասին բավական կկոծե եւ վիկեն ալ աս մասին կկրեգով հիմա հաջորդ ծրագիրը աս մասին է սո գազեմ թե ադեսով գնանք փագել խաչիկեն եւ վիկենով վերջնամինասին ետ կանցնենք լավ հարցում է ռազմիկի նստածները 100%-ով կփաժնեմ սպիրկը նախ եւ առաջին ինքը գազմագերբելու մոնի երկու հարցում ունիմ գրավոր ներկայացված չեմ գեմ ինաստուն գարցնես հարցումները չեն շարունակեմ շարունակե խաչիկ մինասը մինչև բանն է տուն շարունակե վերջ ամենը վերջը մինասը հարցումները խաչիկ այո գազե այո չէ դոկտոր խաչիկ չէ ես բادر այո ուրեմն գսեի որ 100%-ով կփաժնեմ ռազմիկին
ըստածները, որ սպյուրքը ինքնին պետք է գազմագերվի, մասնավորապես անկախությունեն հետո իր քաղաքական օրագարկը երբեք չունեցավ, որովհետև գարձեց, որ սպասեց այդ կախարդական լուծումին կամ համոզումին, որ պետությունը ամեն ինչ գրնա իրեն տալ, կամ իր ուրեմն քոյավիճակին լուծումը դեպի հայրենիք է, դեպի երկերը կամ չեմ գիտեր ինչ է, բայց բոլորը ճիշտ դուրս չելան։ Բաղդադական իմաստով շատ բնորդներ կան, որոնց հետ կրնանք ընել գործը, եւ այդ գործը եղած է ժամանակին եւ որ սպյուրքի նախարարություն մգար կոնե որոշ բաժնիմը մեջ ինչ որ աշխատանք առաջ տարվեցավ Իտալիա օրինակը գար, Իսրայելի օրինակը գար, բայց խորքի մեջ պետք է բնորդը ստեղծի, ինչպես ամեն ժողովուրդ կրնա անել, որովհետեւ յուրահատուկ է, ինչպես ամեն ժողովուրդ մեր իրավիճակն է յուրահատուկ է։ Ես մեկ բան համոզված եմ, որ եթե ինքնագազմագերված եւ իր կարևորությունը փաստելու կարող սպյուրքը լա, ինչ ծևով լա, դիգա տարբեր հարց է, չենք խորանալ անոր մեջ, գարզեմ որ հիմնականի մեջ եթե pedagogan համագարկի մեջ միջոցը չստեղծվի, լա այդ մեկ օրենսդիր իշխանության մագարտակին եւ գաման, ինչպես որ ժամանակին գար համահայկական խորհրդի մծեվով, ինչ որ հոս պիտի լա, խոսակցություն պիտի լա, մտավորական ներդրում պիտի լա, բայց կորձնական իմաստով ցայնով եւ կվեով միասնական որոշումը պիտի չլա։ Կոնե իմ մտքիս մեջ այդ բնորդն է, այսինքն գամ օրենսդիր իշխանության մեջ միջոցը սպյուրքյան տարբեր համայնքներու, կոնե կարևոր համայնքներու ներկայացության, սպյուրքյան ներկայացության եւ գամ համահայկական խորհուրդը ինչ ծևով որ ստեղծվի անիգա։ Աս երուկն են որ եւ անցյալին դերությունեցան, իսկ այսօր բոլորովին դուրս ցկված են օրագարկեն, որովհետև աշխարհայաց կա իշխանության այն է, որ գազմագերված սպյուրք չի գա, կան անհատներ, որոնք պետք է հայրենիք պետության երթան ծառայեն, եթե ուզեն։ Մնացած իրենց համար սպյուրքյան գառույցներ են տագարակը։ Ես սպյուրքի երեսին գսե, որ դուք չեք կրնար ինքնությունը ստեղծել, բամը չունեք անելի, ասում այս վերջին պատկանները լսեցինք Զվիցերիայում մինչև Վաշինգտոն եւ Փարիզ, այսքան։ Հետո մինչ գրավոր հարցումները գընթերցեի գներեք տեսա գներեք Վարոն Լուրյան մինաս եթե ցայն գուզեք արդել հրամեցեք Բարև բոլորին, շնորհակալություն այս վերջին պատասխաններով արդեն իմ ըսելիքներս կամ դալիք հարցումներուս պատասխանը եղավ գուզեի բարձրապես արիտանոկտվիլ կնահատելու մեծապես եղած աշխատանքը Վիկենի կողմէ նախաձեռնությունը նաև Գյուլբենյան հաստատության կողմէ եւ փապակը պիտի հայտնեի որ նման նախաձեռնություններ սիստեմատիկ աշխատանքի վերածվին անգախապար սպյուրքի մեջ, անգախապար Հայաստանն եւ 30-32 տարի է Հայաստանի հետ շարունակապար աշխատիմ, դարին մի քանի անգամ Հայաստան գերտամ, շատ սիրելի անձեր ունիմ, որոնց հետ աշխատակցիմ, բայց ընդհանրապես իրենց վերաբերմունքը որևէ այլ աշխարհի եկած անհատի կամ գարձիկի նկատմամբ անդարբերության գեցված մնե, որ քիչ մեծակլուխութեն են գուկը այսինքն իրենք ամենակետ են եւ բեք չունին որևէ խորհրդի ամենից որ մեր կողմը սպասել որ Հայաստանի կողմը նախաձեռնությունը լավ որ սպյուրքի ցայն լսելի դառնա անիմաստ սպասելիք մնա մենք ուղղակի մեր կողմը պետք է նախաձեռնենք աշխատենք մենք մեր մտածումը կազմենք սպյուրքյան օրագարկը դասավորենք եւ առաջ ելնենք Հայաստանը ավելի մեծ հարգանքով կգնամոդենալ այդ աշխատանքին, անգախ աշխատանքին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ցեզի եւ գրավոր Արա Նահաբետյանը կհարցնի անկերնով նշված է will non-Armenian and Azeri for example who was involved in the war could he give another perspective of the lost war I accept that he is the other side of the non-Azeri. Մեկ երկրորդն ընթերցեմ որովհետեւ մի անգամ եմ պատասխանեք եւ բարոն Հարութ Չեկիջյանն է այո ընդհանրապես 4-րդ օրը Ռուսիո միջնորդության պատերազմը թատրեցնելու մասին չխոսվիր ըստ ռուսական կողմին Հայաստանը մերժած է զինաթաթարը այսպեսի երկու հարցեր Դոկտոր Վիկեն, եթե պապակիկ հրամեցեք պատասխան։ Շատ լավ, այո, նախ Արա Նահաբետյանի հարցը ճիշտ է, որբեսի հասկանանք պատերազմը մենակ բավարար չէ որ
հայկական կողմեն նայենք, պետք է դարձյալ նման մասնակիտական ուսումնասիրություն ունենանք Ադրբեջանի կողմէ, Ադրբեջանը ինչպես ռազմական թիվանակիտական քաղաքական քայլեր արավ։ Ճիշտ մեծ քիրքի վրա աշխատած ժամանակս ես գապ հաստատած էի ադրբեջանցի հետ, որ Մոսկվա գաբրի եւ ինքը աշխատանք ունի դարած էր Ադրբեջանի բանակի շուրջ։ Սկիզբը համաձայնեցավ, բայց երբ Ուկրաինայի պատերազմը սկսավ, ինքը իր բոլոր գաբերը գեցուց։ Ուրեմն պրոբլեմը Ադրբեջանը չէր, քանի որ ինքը Ռուսաստան գաբրեր, պրոբլեմը ուրիշ տեղ էր։ Բայց ճիշտ է, պետք ունենք նման ադրբեջանցի մասնակիցներու հետ աշխատել, մասնակիտական հիմքերու վրա, այդ բանով չէ, որ մեկը ադրբեջանցի է, մյուսը հայ է, այս կսիրեմ, այդ չեմ սիրել, այդ չէ, բայց ունենանք գործընկերներ, որոնք ունին հասանելիություն աղբյուրներու եւ այդ աղբյուրներու հիմքի վրա գդարեն մասնակիտական աշխատանք լա 2020-ի պատերազմի շուրջ կամ լա ուրիշ հարցերու շուրջ։ Եվ այդ աշխատանքը ես անցամբ կգադարեմ այս ամառ երրորդ մեր ուրեմն համալսարանական հանդիպումը պիտի կազմակերպենք հայ-ադրբեջանական մասնակիցներու հետ եւ ոչ միայն այս անգամ հանդիպելու ենք Բերլինի մեջ եւ ուսումնասիրենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմությունը։ Իսկ երկրորդ հարցումը Հարութ Չեքիջյանի կողմէ, որ արդյոք կար ռուսական առաջարկ 4-րդ օրը հրատատարի եւ հայկական կողմը մերժվեցավ, չէ, այդպես չէ։ 3 անգամ հրատատարներ գնքվեցան, առաջինը հոկտեմբեր 17-ին էր, եթե ճիշտ հիշեմ, որտեղ շատ երկար բանակցությունների յետք երկու արտգործնախարարներու կողմէ եղավ համաձայնություն եւ այդ համաձայնությունը ոչ թե Հայաստանը մերժեց, այլ բարձրապես Ադրբեջանը չիրականացուց, երկրորդ հրատատարը ֆրանսական միջնորդությամբ էր, իսկ երրորդը ամերիկյան։ Իսկ երեքն էլ Ադրբեջանը ուրեմն չիրականացուց եւ պատճառը շատ հստակ է, չէ՞, եթե ունիս բանակ, որ շատ հեշտությամբ կհարաճանա, դու չես թուղթով այդ պատերազմը գեցնելու կամ լինելու էր ճնշում Ռուսաստանի կողմէ, Ֆրանսիայի կողմէ, Ամերիկայի կողմէ եւ կամ բարձրապես թիվանակիտական համաձայնությունը չէր իրականանալու եւ պատերազմը դադարեցավ եւ Ռուսաստանը որ թուղթի դեղ ինքը երկած ցույց տվավ 44 օրի հետ։ Ուրեմն այդ բոլոր զրույցները, որ Հայաստանի հետ քիչ ավելի զիջումները ներ, այդ ճիշտ ժամանակին Ալիև պիտի կոհանար, այդ ընդհանրապես իրականության հետ շատ կապ չունի։ Շատ բարի։ Դոկտոր Ռազմիկ, եզրակացնենք երևի։ Այո, եզրակացնենք, հրամեցեք։ Շատ լավ, քեզի պիտի հանցնեմ, բայց ատի առաջ մեկ բան ասեմ, որ մեծ քիրքի մեջ մասնակետ ադրբեջանցի մասնակետ կա մեծ քիրքի մեջ, որ շատ հետաքրքրական հոդված գրած է, այո, բայց գուզեի ասել, որ ճիշտ մեկ շաբաթին ամսուն 27-ին եւ 28-ին, մարտ 27-ին եւ 28-ին քիրքերու փամը բիդելա, ծևնակներու շարքը բիդելա, ան քիրքերը որ Գյուլբենգյանը հովանավորած է, բայց ամսուն 28-ին այս փանավեճը կամ այս խոսակցությունը վերլուծությունը պիտի շարունակվի Երևանի մեջ եւ մեծ քիրքը ներկայացնենք ամսուն 28-ին ուրիշ քիրքերու հետ հոգեբանական եւ Էդվարդ Սայիդի հրադարագությունը, օրիենտալիզմի հրադարագությունը։ Ուրեմն գխոսանանք, որ պիտի շարունակենք ասիգա եւ ինչպես քիչ առաջ խոսեցանք, եթե փամը պիտի փոխենք Հայաստանի մեջ, պետք է մտածենք, թե ինչպես հասարակական կետնի վրա այս տեսակի խոսակցություններ գնան շարունակվի։ Մեկ նախադասություն գտամ Աշոտ Ոսկանյանին հոդվածեն, գսե առաջին փուլում բանավեճը պետք է լինի հանրային, բայց ոչ զանգվածային, որ շատ հետաքրքրական ձևով 3-4 բառով գսե թե ինչ պետք է անենք։ Պետք է հանրային խոսակցություն ունենանք եւ ոչ թե զանգվածային։ Լավ, ինձ մի այսչափ շնորհակալություն Խաչիկ, շնորհակալություն Վիկեն, շնորհակալություն Աստագին եւ Մինասին։ Միnas, over to you. Շնորհակալություն դոկտոր Վիկեն, եթե եզրակացիչ խոսք մգուսես հրամեցեք եւ նույնը դոկտոր Խաչիկ։
Չէ, ճիշտ է, ես այս զրույցը շատ երկար է շարունակելու ենք եւ շնորհակալություն ձեր հետաքրքրության եւ ուշադրության եւ անպայման այս աշխատանքը այս փոքրիկ քիրքով չենք կոհանալու շարունակելու ենք։ Այո, դոկտոր Դելուգասյան։ Նմանավեճ շնորհակալություն Աստղին եւ Ռազմիկին եւ Վիկենին զրույցին համար գիրքը աշխատասիրություն անշուշտ մեծ արժեք ունի բամչիգա եւ ասիգա գայմա եւ սպասեմ անշուշտ գիրքը ավելի մեծ աշխատասիրությունը դարձավ համար հուսալով որ ասիգա շարունակական զրույցին դրա բանավեճի ծրով կոնե մենք մեզի համոզենք որ մտածող գա այս մասին եւ միայն բանկե քաղաքականացած բանավեճեր չեն բարդության եւ բարդության հաջորդող ընդհանրապես իրավիճակի մասին շնորհակալություն բոլորին Այո լավ մենք մեր գարկին շնորհակալություն դառնանք բնականաբար մեր այսօրվա զեկուցապերներին շնորհակալություն ձեր երեքին դոկտոր Ռազմիկ դոկտոր Վիկեն եւ դոկտոր Խաչիկ շնորհակալություն ձեր աշխատանքին համար իրավես գոտողային փորձ կրնալալ գազարիալ չէ բայց սկիզբ է ճիշտ է այդպես է դասվեցավ եւ մեկ եզրակացության այսօրվա մեր հանդիպումեն որ պետք է այլևս մեր քայլերը ուղղվին դեպի արհեստավարժություն պարզ է ամեն ինչ նույնիսկ մեր քննարկումները հիշվեցավ բազմիցս հիշվեցավ critical thinking եւ այլն պետք է մենք այլևս professional մոդենանք այս հարցերուն ավասիկ Գյուլբենկյանի փորձը ավասիկ Աստակ Լսարանի համեստ ներդրումը այս ձիրեններս եւ բնականաբար մեր հետևողները մեզի մեր Աստակ Լսարանի սիրելի բարեկամները իրենց շնորհակալությունը գայնեն ցեզ մեր ընտածիկ դապողջուններով այդպես չէ հարկերի ներկաներ դապողջուններով ողջունենք մեր զեկուցապերներին եւ զենք ձեր վարձերը գդար ձեր աշխատանքը շարունակեցեք արիցի եթե դակ գովաստեմ նաեւ մեր հաջորդ հանդիպման մասին մեր հաջորդ հանդիպումը այդքան էլ հեռու չէ ուրեմն 5 շաբթի ապրիլ 10 ապրիլին մեր զեկուցապերն է դոկտոր Ապել Կահանի հայ ուսուցիչ Եվրոպայի համաբարփակ դոկտոր Ապել Կահանա Մանուկյանեն 5 շաբթի 10 ապրիլ մինչ մեր հաջորդ հանդիպումը բնականաբար ձեր բոլորին մի դիմացենք քաջարողջություն երջանկություն եւ համբերություն լավ առայժմ ցտեսություն ձեր բոլորին ցտեսություն